Հավատում եք, որ մի պարզ սխալը կարող է փոխել երկու կյանքի ընթացքը։ Նա պարզապես ցանկանում էր փախչել առօրյայից, բայց ի վերջո գտավ մեկին, ում կարծես վաղուց էր ճանաչում։ Նա նույնպես հոգնել էր ստերից ու շողոքորթություններից, մինչ որ նրա մեջ իրական բան տեսավ։ Եվ գուցե այս պատմության մեջ պատահականությունը այնքան էլ պատահական չէր, չեք կարծում։ Հուսով ենք, որ դուք կհավանեք այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Երանի վրա իջնում էր գիշերը, ձմեռային օրերին բնորոշ այդ շտապողականությամբ, երբ թվում էր, թե երկինքը շտապում է մարել ցերեկվա լույսերը։ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի խցանված երթեկության մեջ արծաթագույն կորսան դանդաղորեն առաջ էր շարժվում, նրա վարորդը մատները թմբկահարում էր ղեկին, նյարդայնության զայրույթի խառնուրդով։ Մեքենայի ներսում Տիգրան Սարգսյանը խորը շունչ էր քաշում, փորձելով վերահսկել այն անհանգստությունը, որը սեղմում էր իր կուրծքը, ինչպես թերի կարգավորված մամլիչը։ Տիգրանը 28 տարեկան էր, կոշտացած ձեռքերով, ով օրերը անց էր կացնում շարժիչների մեջ ընկղմված, անկեղծ հայացքով, որը մատնում էր նրա համեստ ծագումը։ Ծնվել-մեծացել էր Արելյան թաղամասում, Նորք Մարաշում, նա ճանաչում էր այդ շրջանի յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր բար, կարծես դրանք իր սեփական տան շարունակություններ լինեին։ Բայց այնտեղ, կենտրոնում, ամեն ինչ օտար էր թվում։ Հսկայական շենքերը, դիզայներական խանութները, ներմուծված մեքենաները, որոնք ավելի թանկ էին, քան նա կվաստակեր իր ամբողջ կյանքի աշխատանքի ընթացքում։ Դա նրա աշխարհը չէր, նրա էության յուրաքանչյուր թելը բղավում էր, որ նա շրջվի վերադառնա տուն։ Բայց Անահիտը չէր ընդունի։ Նրա ավագ քույրը, ով մեծացրել էր նրան այն բանից հետո, երբ նրանք երեխա ժամանակ կորցրել էին ծնողներին, ուներ այն համառությունը, որը բնորոշ էր նրանց, ովքեր շատ շուտ էին սովորել ուժեղ լինել։ Նա ինքն էր կազմակերպել այդ կույր ժամադրությունը, անհեթեթ գումար վճարելով Երանի էլիտար ծանոթությունների գործակալությանը։ Տիգրանի կարծիքով խելագարություն, բայց Անահիտը պնդում էր, որ նա պետք է տարբեր մարդու հանդիպի, մեկին, ով կհանի նրան աշխատանքի միայնության այդ առօրյայից։ Դու արժանի ես երջանիկ լինելու, Տիգրան, ասել էր նա այդ առավոտ, երբ եղբոր պարանոցին կարգի էր բերում փոխառու փողկապը։ Դու արժանի ես հատուկ մեկին գտնելու։ Եվ ով գիտե, գուցե այս աղջիկը ճիշտ մարդը լինի։ Նա կարող գործարարի դուստր է, բայց գործակալությունն ասաց, որ նա տարբեր է, որ նա ճշմարիտ մեկին է փնտրում։ Տիգրանը մեքենան կայանեց ռեստորանից 2 թաղամաս հեռու, չցանկանալով ռիսկի դիմել իր համեստ մեքենան թողնելու մի հաստատության դիմաց, ուր հավանաբար միայն վարորդով մեքենաներ էին մտնում։ Նա քայլեց մաքուր ու լավ լուսավորված մայթով, անցնելով էլեգանտ հագնված մարդկանց կողքով, ովքեր կարծես լողում էին դեպի իրենց երեկոյան պարտականությունները։ Նա հագել էր իր միակ պաշտոնական հագուստը, մուգ կապույտ կոստյում, որը Անահիտը պնդել էր գնել նրա համար նախորդ տարի, երբ արհեստանոցի հաճախորդներից մեկն ամուսնացավ հրավիրեց նրան արարողությանը։ Երան բիստրոն այն վայրերից էր, որոնք փորձում էին հավասարակշռել նրբագեղությունն ու ջերմությունը, իրենց բաց աղյուսե պատերով, մեղմ լուսավորությամբ, կոպիտ փայտե սեղաններով։ Տիգրանը սրտի արագ բաբախյունով հրեց ապակե դուռը, անմիջապես ընդունվելով անթերի կոստյումով մետրդոտելի կողմից, ով մեկ վայրկյանում գնահատեց նրան գլխից մինչ ոտքերը։ Բարի երեկո, պարոն։ Ամրագրում ունեք։ Այո, ես ունեմ։ Տիգրան Սարգսյանի անունով։ Մետրդոտելը ստուգեց ցուցակը պլանշետի վրա գլխով արեց։ Սեղան 17, հետում։ Խնդրում եմ, հետեք ինձ։ Տիգրանն անցավ հիմնական սրահով, զգալով մյուս հաճախորդների հետաքրքրասեր հայացքները, կարծես բոլորը հեռվից կարող էին տեսնել, որ նա չէր պատկանում այդ միջավայրին։ Մետրդոտելը նրան առաջնորդեց կողմնային միջանցքով դեպի ավելի մեկուսացված տարածք, որտեղ մի քանի փոքր սեղաններ ավելի ինտիմ մթնոլորտ էին ստեղծում։ Նա կանգնեց դրանցից մեկի դիմաց էլեգանտ ժեստ արեց։ Ձեր սեղանը, պարոն։ Օրիորդը դեռ չի եկել։ Կարող եմ ինչ-որ խմիչք առաջարկել, մինչ սպասում եք։ Միայն ջուր, խնդրում եմ։ Հենց որ մետրդոտելը հեռացավ, Տիգրանը քաշեց աթոռը նստեց, քրտնած ձեռքերով բռնելով ճաշացուցակը, կարծես դա վահան լիներ։ Նա շուրջն էր նայում, փորձելով հանգստանալ։ Կային այլ սեղաններ, որոնք զբաղեցված էին զույգերով, ովքեր ցածր ձայնով զրուցում էին, ստեղծելով մեղմ բզզոց, որը լցնում էր տարածքը։ Տիգրանը փորձեց կարդալ ճաշացուցակը, բայց ֆրանսերեն-իտալերեն անունները մեկ այլ մոլորակից եկած բառեր էին թվում։ Որքան կարժենար մակարոնի մի պարզ ուտեստ այստեղ։
Հավանաբար նույնքան, որքան նա ծախսում էր սուպերմարկետի գնումների վրա մի ամբողջ շաբաթ։ Րոպեները դանդաղ էին անցնում, յուրաքանչյուր վայրկյանը հավերժություն էր թվում։ Տիգրանը հեռախոսով էր զբաղված, ստուգելով Անահիտի հաղորդագրությունները, ով պնդում էր իմանալ, թե ինչպես էր անցնում։ Դեռ չի եկել, նա հետ էր մուտքագրում։ Շատ եմ նյարդայնանում սրա համար, քույրիկ։ Հանգիստ, եղբայրս։ Եղիր ինքդ քեզ։ Ցանկացած հաջողակ կին հաջողակ կլիներ քեզ ճանաչելու համար։ Տիգրանը ժպտաց, կարդալով հաղորդագրությունը։ Անահիտը միշտ գիտեր, թե ինչպես ուրախացնել նրան, նույնիսկ ամենաանհարմար իրավիճակներում։ Նա էր, ով պահեց նրան, երբ 11 տարեկանում նա առատորեն լաց էր լինում ծնողների հուղարկավորության ժամանակ, ովքեր մահացել էին դժբախտ պատահարից։ Նա էր, ով կրկնակի աշխատեց նրան սովորելու համար։ Նա էր, ով տարիներ անց օգնեց բացել մեխանիկական արհեստանոցը, որն այսօր արժանապատվորեն ապահովում էր երկուսին, թե առանց շքեղությունների։ Փայտե հատակի վրա անիվների մեղմ ձայնը Տիգրանին դուրս բերեց մտքերից։ Նա բարձրացրեց աչքերը մի պահ զգաց, որ օդը պակասում է։ Մի կին մոտենում էր իր սեղանի կողքի սեղանին, իր հաշմանդամի սայլակը հրելով վստահ վճռական շարժումներով։ Նա մուգ կապույտ զգեստ էր հագել, որն ընդգծում էր նրա նուրբ ուսերը, շագանակագույն մազերը հավաքված էին ցածր կապոցում, որը բացահայտում էր դիմագծերով առանձնահատուկ դեմք։ Աչքերը շագանակագույն ինտենսիվ, այնպիսի խորություն էին կրում, որ Տիգրանը զարմանում էր, թե քանի պատմություն էր պահում այդ կինը այդ հայացքի հետում։ Նա կանգնեց 17-րդ սեղանի կողքին, նայեց ճաշացուցակի տակտիրի վրա փորագրված փոքր թվին կարճատ պահին նրա աչքերը հանդիպեցին Տիգրանի աչքերին։ Դա արագ հանդիպում էր, բայց բավական էր օդում տարօրինակ կայծ ստեղծելու համար։ Նա շեղեց հայացքը, տեղադրեց աթոռը պայուսակը դրեց սեղանին այն բնականությամբ, ով սովոր էր ղեկավարել իր կյանքի յուրաքանչյուր շարժումը։ Տիգրանը փորձեց իր ուշադրությունը վերադարձնել հեռախոսին, բայց անհնար էր չնկատել նրա ներկայությունը։ Այդ կնոջ մեջ կար ինչ-որ մագնիսական բան, արտաքին փխրունության անվիճելի ուժի համադրություն, որը նրան հետաքրքրում էր։ Նա զարմանում էր, թե ում էր նա սպասում։ Հաջողակ գործարարի, անշուշտ։ Մեկին, ով արժանի էր այդ վայրին, այդ էլեգանտությանը, այդ դասին։ Մետրդոտելը վերադարձավ Տիգրանի ջրով, տեսնելով կնոջը մենակ, քաղաքավարի ժպիտով մոտեցավ նրան։ Բարի երեկո, օրիորդ Նարէ։ Ուրախ եմ նորից ձեզ այստեղ տեսնել։ Բարի երեկո, Գորգ, նա պատասխանեց, նրա ձայնը ուներ այն կրթված, բայց հեռավոր տոնը, ով հոգնել էր ձականություններից։ Ես մեկին եմ սպասում։ Սեղան 17։ Տիգրանը զգաց, որ ստամոքսը սառեց։ Սեղան 17։ Բայց դա իր սեղանն էր։ Նա նորից նայեց իր սեղանի համարին հաստատեց։ 17։ Նա նայեց կողքի սեղանին, որտեղ Նարեն էր նստած։ 18։ Սխալ կար։ Սարսափելի ամոթալի սխալ։ Նա պետք է ուղղեր այն։ Նա պետք է վեր կանգներ, կանչեր մետրդոտելին, բացատրեր շփոթությունը, նստեր ճիշտ սեղանին։ Բայց ինչ-որ բան խանգարեց նրան։ Գուցե այն, թե ինչպես էր Նարեն նայում ռեստորանի մուտքին, հրաժարման ձանձրույթի խառնուրդով։ Գուցե այն հետաքրքրությունը, թե ով էր այդ կինը։ Կամ գուցե, պարզապես գուցե, դա հոգնածություն էր միշտ ճիշտ բան անելուց, միշտ կանոններին հետելուց, միշտ լինելու այն պատասխանատու կանխատեսելի մարդը, ով բոլորն ակնկալում էին, որ նա կլինի։ Տիգրանը խորը շունչ քաշեց, ընտրություն կատարեց։ Նա ոչինչ չասաց։ Պարզապես մնաց իր տեղում, նստած 17-րդ սեղանին, սպասելով տեսնելու, թե ինչ կլինի։ Շատ չանցած, մոխրագույն կոստյումով, ջերմակ մազերով, կոշտ կեցվածքով մի տղամարդ մտավ ռեստորան։ Նա կարճատ զրուցեց մետրդոտելի հետ, ով մատնանշեց 18-րդ սեղանը, որտեղ Նարեն էր։ Տղամարդը չափված քայլերով մոտեցավ նրան, Տիգրանը տեսավ, թե ինչպես Նարեի արտահայտությունը նուրբ փոխվեց, կարծես քաղաքավարության դիմակ դրվեց նրա դեմքին։ Բարի երեկո, Նարէ, ասաց տղամարդը, ձեռքը ձգելով արարողակարգային ձով։ Բարի երեկո, պատասխանեց նա, առանց մեծ ոգորության սեղմելով ձեռքը։ Տղամարդը նստեց, Տիգրանը փորձեց ուշադրություն չդարձնել կողքի խոսակցությանը, բայց անհնար էր չլսել հատվածներ։ Բառեր բիզնեսի մասին, ընտանեկան կապերի մասին, ակնկալիքների մասին։ Նարեն պատասխանում էր կրթված միավանկերով, նրա հայացքը երբեմն շրջում էր սրահում, կարծես ելք էր փնտրում, բացվածք, ամեն ինչ, որը կազատեր նրան այդ իրավիճակից։
Եվ այնուհետ Տիգրանի զարմանքին Նարէն թեթակի շրջվեց իր կողմը, նրանց աչքերը նորից հանդիպեցին։ Այս անգամ հայացքը մի փոքր ավելի երկար տեց։ Նա ուսումնասիրեց նրա դեմքը, Տիգրանը տպավորություն ուներ, որ նա տեսնում էր մակերեսից այն կողմ, թերի կարգավորված կոստյումից ակնհայտ նյարդայնությունից այն կողմ։ Այդ հայացքում հարց կար, լուր հետաքրքրություն։ Ջերմակ մազերով տղամարդը շարունակում էր խոսել, ակնհայտորեն անտեղյակ այն փաստից, որ Նարէն այլս ուշադրություն չէր դարձնում։ Նա հայացքը հառել էր Տիգրանին, նա զգաց, որ սիրտը արագանում է այնպես, որ ոչ մի կապ չուներ նյարդայնության հետ։ Դա ինչ-որ այլ բան էր։ Ինչ-որ նոր բան։ Հենց այդ ժամանակ Նարէն միանգամայն անսպասելի բան արեց։ Նա շրջվեց իր կողքի տղամարդուն, ասաց պարզ ու հաստատուն ձայնով. «Կներեք, բայց կարծում եմ, որ սխալմունք է եղել։ Իմ սեղանը 17-ն է, ոչ թե 18-ը»։ Տղամարդը թարթեց աչքերը, շփոթված։ «Ինչպես թե»։ Մետրդոտելն ասաց, որ այստեղ է։ Նարէն արդեն շարժվում էր, իր աթոռը հրելով դեպի այն սեղանը, որտեղ Տիգրանն էր նստած։ Ոչ, նա պնդեց, իմ ամրագրումը 17-րդ սեղանի համար է։ Ցավում եմ անհարմարության համար։ Տիգրանը կաթվածահար եղավ, մինչ Նարէն մոտենում էր կանգնում նրա դիմաց։ Նա ուղիղ նայեց նրա աչքերին, այնտեղ մարտահրավերային փայլ կար, կարծես ինքն իր հետ խաղադրույք էր կատարում։ Դուք Տիգրանն եք, նա հարցրեց, նրա ձայնը կրում էր համարձակության խոցելիության խառնուրդ։ Նա կարող էր հերքել։ Կարող էր ուղղել սխալը, բացատրել շփոթությունը, ներողություն խնդրել, հեռանալ։ Բայց նրա արտահայտության մեջ ինչ-որ բան, նրա պատասխանին սպասելու ձը, ստիպեց նրան իմպուլսիվ որոշում կայացնել։ Այո, ես եմ։ Եվ դուք պետք է լինեք այն աղջիկը, ում ես եկել եմ հանդիպելու։ Փոքր, գրեթե աննկատ ժպիտ հայտնվեց Նարէի շուրթերին։ Նա գլխով արեց աթոռը, տեղադրեց սեղանի մյուս կողմում, ջերմակ մազերով տղամարդը մնաց հետում, լիակատար շփոթության արտահայտությամբ։ Մետրդոտելը, նկատելով շփոթությունը, արագ մոտեցավ։ Օրիորդ Նարէ, ինչ-որ խնդիր կար։ Ոչինչ, գորգ։ Պարզապես սեղանի փոքր սխալ։ Սա իմ ժամադրությունն է։ Նա նուրբ ժեստով մատնանշեց Տիգրանին։ Կարող եք ճաշացուցակը բերել, խնդրում եմ։ Մետրդոտելը մի պահ վարանեց, նայելով Նարէի, Տիգրանի 18-րդ սեղանին լքված տղամարդու միջ, բայց շուտով վերականգնեց իր պրոֆեսիոնալ կեցվածքը։ Իհարկե, օրիորդ։ Անմիջապես կկազմակերպեմ։ Հենց որ մետրդոտելը հեռացավ, Նարէն այնպիսի ինտենսիվությամբ նայեց Տիգրանին, որ նա անխոս մնաց։ Շնորհակալություն խաղի մեջ մտնելու համար, նա ասաց, նրա ձայնը բավականաչափ ցածր էր, որպեսզի միայն նա լսեր։ Ես այլս չէի կարող տանել այս ծիծաղելի իրավիճակները, որոնք հայրս է կազմակերպում։ Տիգրանը գուլ տվեց։ Ուրեմն դուք գիտեիք, որ ես այն տղան չէի, ում պետք է հանդիպեիք։ Այն պահից սկսած, երբ ձեզ տեսա, նա խոստովանեց, անկեղծ ժպիտ հայտնվելով նրա դեմքին։ Դուք այնպիսի տեսք չունեք, ով պատկանում է այս աշխարհին։ Եվ, անկեղծ ասած, հենց դրա համար էի որոշել նստել այստեղ։ Այդ կոպիտ ազնվության մեջ կար ինչ-որ ազատարար բան։ Տիգրանը զգաց, որ ուսերի լարվածությունը նվազում է, փոխարինվելով բուռն հետաքրքրությամբ։ Ո՞վ էր այդ կինը։ Ինչու էր նա որոշել խախտել կանոնները։ Եվ, ամենակարևորը, ինչ պետք է աներ նա հիմա։ Ես էլ այն չեմ, ինչ դուք կարծում եք, որ ես եմ, նա խոստովանեց, որոշելով, որ ազնվությունը միակ հնարավոր ճանապարհն է։ Իրականում, ես մեկ ուրիշի էի սպասում։ Իմ քույրը կազմակերպել էր այս հանդիպումը ինձ համար, կարծում եմ, որ ես սխալ սեղանին եմ նստել։ Նարէն գլուխը թեքեց, աչքերը հետաքրքրությամբ փայլում էին։ Ուրեմն մենք երկուսս էլ սխալ սեղանին ենք նստած։ Կամ գուցե, նա ավելացրեց, մենք հենց ճիշտ սեղանին ենք նստած։ Այդ բառերը կախված մնացին օդում նրանց միջ, հնարավորություններով լի։ Տիգրանը զգաց, որ ինչ-որ բան փոխվեց իր ներսում, կարծես տարիներ շարունակ փակ դուռը վերջապես բացվեց։ Նա չգիտեր այդ զգացողության անունը, բայց գիտեր, որ դա իրական էր, շոշափելի, անհնար էր անտեսել։ Մետրդոտելը վերադարձավ ճաշացուցակով, Նարէն գլխի շարժումով շնորհակալություն հայտնեց։ Նա բացեց ճաշացուցակը, բայց նրա աչքերը չէին հեռանում Տիգրանի դեմքից։ Ուրեմն, պատմեք։ Ինչ է անում մի մեխանիկը այսպիսի վայրում։ Տիգրանը թարթեց աչքերը, զարմացած։ Ինչպես գիտեք, որ ես մեխանիկ եմ։ Ձեր ձեռքերը, նա պարզապես ասաց։
Դրանք պատմում են մեկի պատմությունը, ով աշխատում է իր ձեռքերով։ Եվ դուք յուղիդ հետ հոտ ունեք, նույնիսկ այն բանից հետո, երբ փորձել եք լիովին մաքրվել։ Նա նայեց իր ձեռքերին, եղունգները դեռս մուգ հետքերով, որոնք ոչ մի քանակի օճառ չէր կարող լիովին հեռացնել։ Նա զգաց, որ այտերը տաքանում են։ Կներեք։ Ես փորձել էի հնարավորինս կարգի բերել ինձ։ Մի ներողություն խնդրեք, Նարեն ասաց, նրա ձայնը զարմանալիորեն մեղմ էր։ Թարմացնող է հանդիպել մեկին, ով իրական, օգտակար բան է անում։ Դուք պատկերացում չունեք, թե քանի տղամարդու եմ հանդիպել, ովքեր երբեք իրենց ձեռքերը չեն կեղտոտել կյանքում։ Տիգրանը տարօրինակ թեթություն զգաց, լսելով այդ բառերը։ Ես արհեստանոց ունեմ Արելյան թաղամասում։ Շարժիչների հետ եմ աշխատում դեռահաս տարիքից։ Դա շքեղ չէ, բայց ազնիվ է։ Նարեն գլխով արեց, նրա աչքերում անկեղծ հիացմունք կար։ Ես ազնիվ աշխատանքն ավելի հետաքրքիր եմ համարում, քան այն ամենը, ինչ կատարվում է Մաշտոցի պողոտայի ապակեպատ գրասենյակներում։ Իսկ դուք, Տիգրանը հարցրեց, քաջություն հավաքելով։ Ինչ եք անում։ Ես ճարտարապետ եմ։ Կամ գոնե փորձում եմ լինել։ Նա դառը ժպտաց։ Հայրս կարծում է, որ դա հոբբի է։ Որ ես պետք է բավարարվեմ ընտանիքի ընկերուհիների համար մի քանի դեկորատիվ նախագծեր անելով, ոչինչ շատ լուրջ։ Ինչու է նա այդպես մտածում։ Նարեն նայեց իր հաշմանդամի սայլակին, Տիգրանը հասկացավ, որ այնտեղ պատմության շերտեր կային, ցավի հիասթափության շերտեր, որոնք նա կրում էր որպես անտեսանելի սպիներ։ Որովհետև նա դեռ ինձ տեսնում է որպես այն աղջկա, ով ուղղորի նստատեղում էր, երբ մեքենան շրջվեց։ Նա ինձ տեսնում է որպես փխրուն, կոտրված բան, որը պետք է պաշտպանվի ամեն գնով։ Բայց դուք ձեզ այդպես չեք տեսնում, Տիգրանն ասաց, դա հարց չէր։ Ոչ, նա պատասխանեց, նրա ձայնը հաստատուն էր։ Ես ինձ տեսնում եմ որպես մեկին, ով գոյատել է։ Մեկին, ով սովորել է հարմարվել։ Մեկին, ով դեռ շատ բան ունի առաջարկելու աշխարհին, եթե մարդիկ պարզապես նայեն աթոռից այն կողմ։ Տիգրանը խորը կապ զգաց այդ բառերի հետ։ Նա նույնպես գիտեր, թե ինչ էր նշանակում թերագնահատվել, տեսնել միայն մակերեսով։ Քանի անգամ հարուստ հաճախորդները վերաբերվում էին նրան, կարծես նա պարզապես մեկ այլ սպասավոր լիներ, մեկը, ով արժանի չէր հարգանքի կամ ուշադրության։ Մատուցողը եկավ պատվերը վերցնելու, Տիգրանը հասկացավ, որ ինքը բացարձակապես չգիտեր, թե ինչ պատվիրեր։ Նարեն, նկատելով նրա վարանումը, մի քանի ուտեստ առաջարկեց, յուրաքանչյուրը բացատրելով այնպիսի համբերությամբ, որը զարմացրեց նրան։ Նրանք ընտրեցին մակարոն, աղցան գինու շիշ, որը Նարեն հավաստիացրեց, որ լավն էր, բայց ոչ շքեղ։ Երբ մատուցողը հեռացավ, Նարեն թեթակի առաջ թեքվեց, արմունկները սեղանին դնելով։ Պատմեք ինձ ձեր մասին, Տիգրան։ Ոչ թե մեխանիկի, այլ տղամարդու մասին։ Ինչ եք սիրում անել, երբ շարժիչների մեջ ընկղմված չեք։ Տիգրանը մի պահ մտածեց։ Ոչ ոք երբեք այդ հարցը չէր տվել նախկինում։ Մարդիկ միշտ գոհ էին թվում նրա մասին միայն հիմնականը իմանալով։ Ես սիրում եմ երաժշտություն, նա վերջապես ասաց։ Հատկապես սամբա։ Հայրս ինձ տանում էր սամբա շրջանակներ, երբ ես երեխա էի։ Նրա մահից հետո ես պահպանեցի սովորությունը։ Ամեն շաբաթ երեկոյան Երանի Արելյան թաղամասերից մեկում սամբա շրջանակ կա։ Այնտեղ ես ինձ ամենաշատն եմ զգում։ Նարեն ժպտաց, այդ ժպիտը լիովին փոխեց նրա դեմքը, դարձնելով այն էլ ավելի գեղեցիկ։ Ես երբեք իրական սամբա շրջանակում չեմ եղել։ Հայրս միշտ կարծել է, որ դրանք վտանգավոր, անպատշաճ վայրեր են։ Դրանք այդպիսին չեն, Տիգրանը համոզված ասաց։ Դրանք կյանքով, ուրախությամբ, իրական մարդկանցով լի վայրեր են, ովքեր գիտեն, թե ինչպես վայելել պահը։ Դուք պետք է մի օր գնաք։ Գուցե գնամ, նա պատասխանեց, նրա աչքերում ապստամբության փայլ կար։ Եթե մեկը լինի, ով կտանի ինձ։ Դա հրավեր էր։ Տիգրանը զգաց, որ սիրտը նորից արագանում է։ Մինչ նա կպատասխաներ, մատուցողը բերեց գինին, խոսակցությունը բնականորեն հոսում էր, երբ նրանք ուտում էին։ Նրանք խոսեցին երազանքների հիասթափությունների մասին, այն քաղաքի մասին, որը սիրում էին միաժամանակ ատում, այն զգացողության մասին, որ լիովին ոչ մի տեղ չեն տեղավորվում։ Տիգրանը հայտնաբերեց, որ Նարեն սրամիտ հումոր ուներ, թաքնված էլեգանտության այդ ճակատի հետում։
Նա ծիծաղեցնում էր նրան հոր պերճախոս ընկերների դաժան նմանակումներով, անհեթեթ պատմություններով բիզնես ընթրիքներից, որոնք ավելի շատ թատերական ներկայացումներ էին թվում։ Նարեն հայտնաբերեց, որ Տիգրանը անսպասելի զգայունություն ուներ, աշխարհը տեսնելու բանաստեղծական միծ, որը հակադրվում էր նրա կոշտացած ձեռքերին պարզ ձին։ Նա շարժիչների մասին խոսում էր որպես արվեստի գործերի, կորած թվացող բանը վերանորոգելու բավարարվածության մասին, մեքենաներին երկրորդ հնարավորություն տալու մասին, որոնք ուրիշներն արդեն դեն էին նետել։ Ժամերն անցան աննկատ։ Ռեստորանը սկսեց դատարկվել, այլ զույգեր հրաժեշտ էին տալիս դուրս գալիս երանի ցուրտ գիշեր։ Բայց Տիգրանն ու Նարեն մնացին այնտեղ, իրենց սեփական փուչիկի մեջ, կարծես դրսի աշխարհը դադարել էր գոյություն ունենալ։ Նարեն էր, ով վերջապես կոտրեց հմայքը։ Ուշ է դառնում, նա ասաց, ձայնի մեջ դժկամություն կար։ Հայրս հավանաբար արդեն 10 անգամ զանգել է վարորդին։ Տիգրանը նայեց հեռախոսին, տեսավ, որ գրեթե 11-ն էր։ Անահիտը մի քանի հաղորդագրություն էր ուղարկել, յուրաքանչյուրը նախորդից ավելի անհանգիստ։ Իմ քույրն էլ հավանաբար անհանգստանում է, նա խոստովանեց։ Նարեն վերցրեց պայուսակը, ժեստ արեց մետրդոտելին, ով անմիջապես բերեց հաշիվը։ Տիգրանը փորձեց հասնել դրան, բայց նա ավելի արագ էր։ Թող ես վճարեմ, նա ասաց։ Ի վերջո, ես էի, ով փոխեց պլանները։ Ոչ, ես չեմ կարող թույլ տալ, որ դուք վճարեք, Տիգրանը բողոքեց, զգալով վիրավորված հպարտություն։ Նարեն ուղիղ նայեց նրա աչքերին։ Տիգրան, դա այն հարցը չէ, թե ով կարող է կամ չի կարող։ Դա պարզապես ընթրիք է։ Թող ես անեմ դա։ Դուք կարող եք ինձ հետ վճարել, մի օր ինձ տանելով այդ սամբա շրջանակ։ Խոստումը կախված մնաց օդում նրանց միջ, սպասումով լի։ Տիգրանը դանդաղ գլխով արեց։ Լավ։ Բայց դա խոստում է։ Դա խոստում է, նա կրկնեց, ժպտալով։ Նրանք միասին դուրս եկան ռեստորանից, Տիգրանը դանդաղ քայլում էր Նարեի կողքով, մինչ նա աթոռը հրում էր դեպի մուտքը։ Դրսում արդեն սպասում էր վարորդով մեքենա։ Հագուստով մի տղամարդ դուրս եկավ, բացեց հետի դուռը։ Օրիորդ Նարե, բարի երեկո։ Բարի երեկո, Արամ։ Նարեն վերջին անգամ նայեց Տիգրանին, նրա աչքերում ինչ-որ բան կար, որը նա չէր կարող լիովին վերծանել։ Հույսի վախի, համարձակության խոցելիության խառնուրդ։ Շնորհակալություն երեկոյի համար, Տիգրան։ Դա ամենաիրական բանն էր, որ ես ապրել եմ երկար ժամանակ։ Ինձ համար էլ, նա պատասխանեց, հասկացավ, որ դա ճիշտ էր։ Այդ սխալ սեղանին, այդ անհավանական հանդիպման ժամանակ, նա գտել էր մի բան, որը նույնիսկ չգիտեր, որ փնտրում էր։ Արամը օգնեց Նարեին նստել մեքենան, ծալելով հաշմանդամի սայլակը, դնելով այն բեռնաղցիկում այն արդյունավետությամբ, ով դա անում էր ամեն օր։ Մինչ դուռը կփակվեր, Նարեն ձեռքով արեց Տիգրանին, նա էլ ձեռքով արեց, կրծքավանդակում սեղմում զգալով։ Մեքենան հեռացավ, նրա հետի լույսերը անհետացան երանի գիշերային երթեկության մեջ։ Տիգրանը երկար ժամանակ կանգնած մնաց այնտեղ, ձեռքերը գրպաններում, սիրտը դեռ արագ բաբախում էր։ Նա չուներ նրա հեռախոսահամարը։ Չգիտեր ամբողջ ազգանունը։ Չգիտեր, թե արդյոք նորից կտեսներ նրան։ Բայց մի բան նա գիտեր բացարձակապես հաստատ, երբ վերադառնում էր իր մեքենայի մոտ, ցուրտ գիշերը նրան գրկում էր որպես գրկախառնություն։ Դա պարզապես սովորական գիշեր չէր։ Դա ինչ-որ բանի սկիզբն էր, որը հավերժ կփոխեր նրա կյանքը։ Եվ երբ նա վերադառնում էր դեպի արևելյան թաղամաս, Տիգրան Սարգսյանը ժպտում էր, թույլ տալով իրեն հավատալ երկար ժամանակ հետո առաջին անգամ, որ գուցե ճակատագիրը ավելի լավ պլան ուներ, քան այն ամենը, ինչ նա կարող էր պատկերացնել։ Եթե հավանում եք, մեկնաբանեք, թե ինչ կարծիքի եք մեր զույգի սիրավեպի մասին։ Այդ անսպասելի հանդիպման հաջորդ օրերը քաղցր տանջանք էին Տիգրանի համար։ Նա իրեն Նարեի մասին մտածելիս էր բռնում ամենաանպատշաճ պահերին, վերանորոգման մեջտեղում, երբ երթեկության մեջ լուսացույցի բացվելուն էր սպասում, քնելուց առաջ։ Նրա դեմքը, ժպիտը, այն ձև, թե ինչպես էին փայլում նրա աչքերը, երբ նա խոսում էր ճարտարապետության մասին կամ երբ ծիծաղում էր նրա արած որեկատակի վրա։ Ամեն ինչ նրա մեջ կարծես խորը դրոշմվել էր նրա հիշողության մեջ, անհանգստացնող պարզությամբ։ Անահիտը գրեթե անմիջապես նկատեց եղբոր փոփոխությունը։ Նա սովոր էր լուրջ, կենտրոնացած Տիգրանին, ով միշտ անհանգստանում էր հաշիվների պարտականությունների համար։ Բայց հիմա նրա մեջ ինչ-որ այլ բան կար, մի թեթություն, որը նա տարիներ շարունակ չէր տեսել։
Նա սուլում էր աշխատելիս, ժպտում էր առանց ակնհայտ պատճառի, կարծես լողում էր։ Ուրեմն նա ասաց երեքշաբթի առավոտյան, երբ կարգի էր բերում արհեստանոցի թղթերը, կպատմես ինձ, թե ինչ է պատահել այդ ընթրիքի ժամանակ, թե… Ստիպված կլինեմ քեզնից խոսքերը կորզել։ Տիգրանը վեր նայեց, յուղով աղտոտված ձեռքերով բռնելով բանալին։ Ոչինչ հատուկ, քույրիկ։ Պարզապես ընթրիք էր։ Տիգրան Սարգսյան, ես քեզ ճանաչում եմ քո ծնվելուց։ Մի ասա ինձ, որ դա պարզապես ընթրիք էր, երբ դու այնտեղ կանգնած ես, կարծես սիրահարված դեռահաս լինես։ Նա զգաց, որ այտերը տաքանում են։ Չգիտեմ, թե արդյոք դա այն աղջիկն էր, ում գործակալությունն ընտրել էր ինձ համար, անկեղծ ասած։ Կարծում եմ, որ սխալ սեղանին եմ նստել ի վերջո հանդիպել մեկ ուրիշի։ Անահիտը լայն բացեց աչքերը։ Դու ինձ ասում ես, որ սխալ սեղանին ես նստել։ Եվ հետո, ինչ եղավ։ Մենք ամբողջ գիշեր խոսեցինք։ Նա վարանեց, փնտրելով ճիշտ բառերը, նա տարբեր է բոլորից, ում ես երբե հանդիպել եմ։ Խելացի, զվարճալի, քաջ։ Եվ գեղեցիկ, շատ գեղեցիկ։ Եվ դու նրան նորից կտեսնես։ Տիգրանը հառաչեց։ Չգիտեմ։ Մենք հեռախոսահամարներ չփոխեցինք։ Նա գնաց, ես մնացի այնտեղ կանգնած, հիմարի պես, չիմանալով, թե ինչ անել։ Անահիտը գլխով արեց, բայց ժպտում էր։ Իմ եղբայրը միշտ այնքան խելացի շարժիչների հետ, այնքան հիմար սրտի հետ։ Բայց ճակատագիրը, կարծես, այլ պլաններ ուներ։ Նույն կեսօրին, երբ Տիգրանը հին Հոնդա Civic-ի տակ էր աշխատում, լսեց արհեստանոցի զանգի ձայնը։ Նա դուրս եկավ մեքենայի տակից, մաքրեց ձեռքերը, արդեն կեղտոտված շորով քայլեց դեպի ընդունարան։ Այն, ինչ տեսավ, ստիպեց նրան սառել տեղում։ Նարեն այնտեղ էր, իր հաշմանդամի սայլակով, հետաքրքրությամբ նայելով արհեստանոցի շուրջը։ Նա ջինսե տաբատ պարզ սպիտակ վերնաշապիկ էր հագել, մազերը բաց էին, ընկած ուսերին։ Նա լիովին անտեղի էր թվում գործիքներով մեքենայի մասերով լի այդ միջավայրում, բայց մինույն ժամանակ լիովին հարմարավետ էր թվում։ Բար, նա ասաց, շուրթերին ամաչկոտ ժպիտ կար։ Հուսով եմ, որ չեք բարկանա, որ ես այսպես հայտնվեցի, առանց նախազգուշացման։ Տիգրանը մի պահ անխոս մնաց։ Ինչպես եք ինձ գտել։ Շատ դժվար չէր։ Նա բարձրացրեց հեռախոսը։ Ես փնտրեցի մեխանիկական արհեստանոցներ Արելյան թաղամասում, որոնք ղեկավարվում էին Տիգրան Սարգսյանի կողմից։ Ձեր արհեստանոցը երրորդն էր, որ ես փորձեցի։ Դուք այստեղ եք եկել միայն ինձ փնտրելու համար, նա հարցրեց, դեռ մշակելով իրավիճակը։ Եկա։ Նարեն ուղիղ նայեց նրա աչքերին։ Ես չէի կարող դադարել մտածել այդ գիշերվա մասին։ Եվ հասկացա, որ սխալ եմ գործել, հեռանալով առանց ձեզ իմ համարը տալու։ Այնուհետ մտածեցի, որ քանի որ ես ճարտարապետ եմ, կարող եմ օգտվել առիթից նայել ձեր արհեստանոցը։ Գուցե առաջարկել մատչելիության որոշ հարմարեցումներ։ Տիգրանը զգաց, որ սիրտը արագանում է։ Նա մտածել էր իր մասին։ Նա ջանք էր գործադրել նրան փնտրելու համար։ Դա ինչ-որ բան էր նշանակում, պետք է նշանակեր։ Իհարկե, նա ասաց, փորձելով ձայնը հաստատուն պահել։ Կցանկանաք, որ ես ձեզ ցույց տամ տեղը։ Նրանք հաջորդ ժամը անցկացրին արհեստանոցում քայլելով, Տիգրանը բացատրում էր յուրաքանչյուր հատված, յուրաքանչյուր սարքավորում, մինչ Նարեն տեխնիկական հարցեր էր տալիս, որոնք զարմացնում էին նրան։ Նա տպավորիչ գիտելիքներ ուներ էրգոնոմիկայի տարածքների հարմարեցման մասին, արագորեն սկսեց առաջարկել փոփոխություններ, որոնք կարող էին արհեստանոցը ավելի մատչելի դարձնել հաճախորդների կամ շարժունակության խնդիրներ ունեցող աշխատակիցների համար։ Երբ մտածել եք այս նստարանը իջեցնելու մասին, նա հարցրեց, մատնանշելով բարձր աշխատանքային սեղանը։ Եթե այն մոտ 20 սանտիմետր ցածր լիներ, հաշմանդամի սայլակով մեկը կարող էր այստեղ աշխատել առանց խնդիրների։ Տիգրանը նոր աչքերով նայեց նստարանին։ Երբեք չէր մտածել դրա մասին։ Բայց դա լիովին իմաստ ունի։ Եվ այստեղ նա շարունակեց, շարժվելով դեպի մեկ այլ տարածք, դարակների միջ այս տարածքը շատ նեղ է։ Հաշմանդամի սայլակը չի անցնի։ Եթե դուք վերադասավորեք դարակները, ավելի լայն միջանցք կստեղծեք, դեռ կպահպանեք պահեստային ամբողջ հզորությունը։ Որքան Նարեն խոսում էր, այնքան Տիգրանը տպավորվում էր։ Նա այնտեղ չէր պարզապես որպես քաղաքավարի այցելու։ Նա անկեղծորեն հետաքրքրված էր, ներգրավված օգտագործելով իր մասնագիտական գիտելիքները նրան օգնելու համար։
Դա առատաձեռն էր, քաղաքավարի, դա մի բան էր, որին նա սովոր չէր։ Անահիտը հայտնվեց արհեստանոցի դռան մոտ, հետաքրքրված իմանալու, թե ով էր այցելուն։ Տեսնելով Նարեին, նրա աչքերը լուսավորվեցին հասկացողությամբ։ Տիգրանը ներկայացումներ արեց, երկու կանայք անմիջապես ողջունեցին միմյանց համակրանքով։ Ուրեմն դուք այն աղջիկն եք, ով իմ եղբորը այդպես թողեց, Անահիտն ասաց ժպտալով։ Ուրախ եմ ծանոթանալ։ Ես Անահիտն եմ։ Հաճույքը իմն է, Նարեն պատասխանեց։ Տիգրանը շատ բան է պատմել ինձ ձեր մասին։ Ասաց, որ դուք եք, ով իրականում այստեղ է ղեկավարում։ Անահիտը ծիծաղեց։ Մեկը պետք է այս տղային կարգի մեջ պահի։ Երեքս որոշ ժամանակ զրուցեցին, Տիգրանը նկատեց, թե ինչպես Նարեն Անահիտը կարծես անմիջապես լավ էին հարաբերվում։ Այնտեղ կապ կար, հաղորդակցության հեշտություն, որը նրան միաժամանակ երջանիկ թեթակի նյարդային էր դարձնում։ Անահիտը ուներ այդ ուղղակիցը, առանց քողարկումների, նա վախենում էր, որ դա կարող էր վախեցնել Նարեին։ Բայց ճարտարապետը կարծես հենց դա էր գնահատում, պատասխանելով նույն անկեղծությամբ, առանց այն շրջանցումների, որոնք հավանաբար բնորոշ էին իր աշխարհի փոխազդեցություններին։ Երբ Նարեն վերջապես ասաց, որ պետք է գնա, Տիգրանը նրան ուղեկցեց դրսում սպասող մեքենային։ Մինչ նա կնստեր, նա նայեց նրան այն ինտենսիվությամբ, որն արդեն ծանոթ էր դառնում։ Տիգրան, ես կցանկանայի նորից տեսնել ձեզ։ Եթե դուք կցանկանաք, իհարկե։ Ես ուզում եմ, նա պատասխանեց առանց վարանելու։ Շատ։ Ուրեմն ինչ կասեք ինձ տանել այդ սամբա շրջանակ, որը նշեցիք։ Շաբաթ երեկոյան։ Տիգրանը ժպտաց։ Երջանկության ալիք զգալով կրծքավանդակում։ Շաբաթ երեկոյան։ Ես կվերցնեմ ձեզ։ Նարեն հասցեն գրեց թղթի վրա տվեց նրան։ Սա իմ հասցեն է։ Բայց կա մի բան, որ դուք պետք է իմանաք։ Իմ հայրը, նա վարանեց, բարդ է։ Նա հավանաբար չի հավանի, որ ես ձեզ հետ եմ դուրս գալիս։ Ոչ թե այն պատճառով, որ դուք հրաշալի չեք, այլ այն պատճառով, որ նա շատ հատուկ պատկերացումներ ունի այն մասին, թե ում հետ ես պետք է հարաբերություններ ունենամ։ Տիգրանը գլխով արեց, արդեն պատկերացնելով, որ իրավիճակը պարզ չէր լինի։ Ես հասկանում եմ։ Մենք կարող ենք դանդաղ գնալ, առանց ճնշման։ Շնորհակալություն, նա ասաց, թեթակի դիպչելով նրա ձեռքին։ Հասկանալու համար։ Շաբաթը եկավ գրեթե անտանելի սպասումով։ Տիգրանը զգուշությամբ պատրաստվեց, ընտրելով պատահական, բայց կոկիկ հագուստ, սպիտակ վերնաշապիկ ջինսե տաբատ։ Անահիտը օգնեց նրան արդուկել վերնաշապիկը, ծիծաղելով եղբոր անհանգստությունից։ Դու ավելի նյարդային ես, քան առաջին ժամադրության ժամանակ, նա կատակեց։ Հիմա այլ է, նա խոստովանեց։ Հիմա ես գիտեմ, թե որքան եմ սիրում նրան։ Նարեի տված հասցեն տանում էր դեպի Երանի հարավային թաղամասի էլիտար փակ համալիր։ Տիգրանը, կորսա ընկայանեց դարպասի դիմաց զանգահարեց դոմոֆոնով։ Նարեի ձայնը պատասխանեց գրեթե անմիջապես։ Արդեն իջնում եմ։ Րոպեներ անց նա հայտնվեց, ուղեկցությամբ համալիրի անվտանգության աշխատակցի, ով օգնեց նրան նստել մեքենան։ Տիգրանը հարմարեցված ֆուրգոն էր վերցրել ընկերոջից, ով աշխատում էր հատուկ տրանսպորտով, ապահովելով, որ Նարեն կարողանա հարմարավետ ապահով ճանապարհորդել։ Դուք ամեն ինչ մտածել եք, նա ասաց, ժպտալով, տեսնելով հարմարեցումը։ Ուզում էի համոզվել, որ դուք հարմարավետ կլինեք։ Ճանապարհը դեպի Սամբա շրջանակ լցված էր հեշտ խոսակցությամբ ծիծաղով։ Նարեն ակնհայտորեն ուրախ էր, նրանից այլ էներգիա էր բխում։ Կարծես, իր վերահսկվող կյանքի կապանքներից հեռու, նա վերջապես կարող էր շունչ քաշել։ Սամբա շրջանակը տեղի էր ունենում փոքրիկ, հարմարավետ բարում, մայթին պլաստմասսայե սեղաններով պարզ, բայց հմայիչ դեկորով։ Երբ նրանք հասան, երաժշտությունն արդեն հնչում էր, Կավակինյոյի պանդեյրոյի ձայնը լցնում էր գիշերային օդը վարակիչ ուրախությամբ։ Տիգրանը օգնեց Նարեին դուրս գալ ֆուրգոնից, միասին մոտեցան բարին։ Մարդիկ ողջունեցին նրանց ժպիտներով, գլխի շարժումներով, առանց նախապաշարմունքի կամ տարօրինակության նշույլի։ Այնտեղ բոլորը ողջունելի էին, անկախ նրանից, թե որտեղից էին եկել կամ ինչպես էին հասել։ Տիգրան, ընկերս, ջերմակ մազերով լայն ժպիտով մի տղամարդ բղավեց։ Որքան ժամանակ։ Եվ ով է այս գեղեցիկ աղջիկը, ում բերել ես։ Սա Նարեն է, Տիգրանը ներկայացրեց։ Նարե, սա պարոն Վազգենն է։ Նա Կավակինյո է նվագում այստեղ ավելի քան 20 տարի։
Շատ բարի գալուստ, աղջիկս, Վազգենն ասաց, համբուրելով Նարեի դեմքը։ Տիգրանի ցանկացած ընկեր մեր ընկերն է։ Նրանք սեղան գտան երաժիշտների մոտ, Տիգրանը պատվիրեց սառը գարեջուր տարբեր խորտիկներ։ Նարեն հիացած էր, աչքերը փայլում էին, երբ շուրջն էր դիտում։ Երաժշտությունը մարդիկ, այդ վայրի էներգիան, որն այնքան տարբեր էր իր սովորական աշխարհից։ Հրաշալի է այստեղ, նա ասաց, գրեթե բղավելով, որպեսզի լսելի լինի երաժշտության վերում։ Ինչու այսքան ուշ հանդիպեցի այսպիսի վայրի։ Որովհետև ոչ ոք քեզ նախկինում չէր բերել, Տիգրանը պատասխանեց, ժպտալով։ Շնորհակալություն հիմա բերելու համար։ Ինչպես գիշերն էր առաջանում, Նարեն ավելի ու ավելի էր ազատվում։ Նա ծափահարում էր երաժշտության ռիթմին, խոսում էր շրջակա սեղանների մարդկանց հետ, բարձր ու անկաշկանդ ծիծաղում էր։ Տիգրանը նրան դիտում էր հիացմունքի քնքշության խառնուրդով։ Սա իսկական Նարեն էր, առանց դիմակների, առանց ձականությունների։ Եվ նա այդպես էլ ավելի գեղեցիկ էր։ Որոշակի պահի երաժիշտներից մեկը կանչեց Տիգրանին երգելու։ Նա վարանեց, բայց Նարեն քաջալերեց նրան, նուրբորեն հրելով դեպի փոքրիկ իմպրովիզացված բեմը։ Տիգրանը վերցրեց խոսափողը, մի քանի բառ փոխանակեց երաժիշտների հետ սկսեց երգել։ Նրա ձայնը զարմանալիորեն լավն էր, մաքուր հույզերով լի։ Նա հին երգ երգեց, այն երգերից մեկը, որը նրա հայրը սովորաբար երգում էր շաբաթ երեկոներին, յուրաքանչյուր բառ կարծես տարիների հիշողություն զգացմունք էր կրում։ Նարեն դիտում էր նրան, լիովին հմայված, իր ներսում ինչ-որ բան զգալով, որը նա երբեք չէր զգացել նախկինում։ Երբ նա ավարտեց, բարը պայթեց ծափահարություններից։ Տիգրանը վերադարձավ սեղանին կարմրած այտերով, Նարեն նրան ընդունեց շողշողուն ժպիտով։ Դուք անակնկալներով լի եք, նա ասաց։ Ինչու չէիք ասել ինձ, որ այդքան լավ եք երգում։ Երբեք կարևոր չէր թվում, նա պատասխանեց, ուսերը թոթվելով։ Կարևոր է։ Ամեն ինչ ձեր մասին կարևոր է։ Այդ բառերը կախված մնացին օդում նրանց միջ, իմաստով լի։ Տիգրանը ձեռքը մեկնեց սեղանին, Նարեն բռնեց այն, նրանց մատները բնականորեն միահյուսվեցին, կարծես միշտ այդպես լինեին։ Հենց այդ պահին Տիգրանը հասկացավ, թե որքան էր սիրահարված։ Դա պարզապես գրավչություն չէր, պարզապես հետաքրքրություն չէր։ Դա խորը, ճշմարիտ, իր ինտենսիվությամբ վախեցնող մի բան էր։ Նա ցանկանում էր ճանաչել նրա յուրաքանչյուր մասը, յուրաքանչյուր պատմություն, յուրաքանչյուր երազանք, յուրաքանչյուր վախ։ Նա ցանկանում էր լինել նրա կողքին, աջակցել նրան, պաշտպանել նրան, առանց նրան կալանավորելու։ Գիշերը ուշ ավարտվեց, բարը սկսեց դատարկվել, երաժիշտները հավաքում էին իրենց գործիքները։ Տիգրանը Նարեին տուն տարավ, այս անգամ հրաժեշտը ավելի դժվար էր։ Նրանք երկար րոպեներ մնացին մեքենայում, պարզապես խոսելով, նրանցից ոչ ոք չէր ուզում, որ գիշերը ավարտվի։ Ես չեմ ուզում, որ սա ավարտվի, Նարեն խոստովանեց, նրա ձայնը ցածր էր։ Ես չեմ ուզում վերադառնալ այդ տուն, այդ կյանք, որտեղ ամեն ինչ վերահսկվում որոշվում է մեկ այլ մարդու կողմից։ Ուրեմն մի վերադարձիր, Տիգրանն ասաց, իմանալով, որ ասելն ավելի հեշտ է, քան անելը։ Ոչ անմիջապես։ Մենք կարող ենք այստեղ մի փոքր մնալ։ Եվ նրանք մնացին։ Խոսեցին իրենց երազանքների, վախերի, ապագայի հույսերի մասին։ Նարեն խոսեց իր սեփական ճարտարապետական գրասենյակ բացելու ցանկության մասին, որը կենտրոնացած էր մատչելի դիզայնի վրա։ Տիգրանը խոստովանեց արհեստանոցը ընդլայնելու երազանքը, գուցե մասնագիտանալով հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տրանսպորտային միջոցների հարմարեցման մեջ։ Մենք կարող էինք դա անել միասին, Նարեն առաջարկեց, աչքերը հնարավորությամբ փայլում էին։ Դուք մեխանիկական մասով, ես ճարտարապետական նախագծերով։ Մենք կարող էինք իսկապես փոփոխություն մտցնել շատ մարդկանց կյանքում։ Իսկապես կարծում եք, որ դա կաշխատի, Տիգրանը հարցրեց, ցանկանալով հավատալ, բայց վախենալով շատ բարձր երազելուց։ Համոզված եմ, նա պատասխանեց համոզված։ Բայց նախ ես պետք է քաջություն ունենամ կատարելու առաջին քայլը։ Ազատվելու այն շղթաներից, որոնք հայրս դրել է իմ վրա։ Դուք մենակ չեք դրանում, Տիգրանն ասաց, սեղմելով նրա ձեռքը։ Ես այստեղ կլինեմ, ձեր կողքին։ Երբ Նարեն վերջապես մտավ համալիր, Տիգրանը երկար ժամանակ մնաց մեքենայում, մշակելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Գիշերը կատարյալ էր եղել, բայց նա գիտեր, որ մարտահրավերները նոր էին սկսվում։ Նարեի հայրը հեշտությամբ չէր ընդունի նրանց հարաբերությունները։ Կլիներ դիմադրություն, գուցե նույնիսկ թշնամություն։
Բայց երկար ժամանակ հետո առաջին անգամ Տիգրանը պատրաստ էր պայքարել ինչ-որ բանի համար։ Ոչ թե պարզապես քրտնաջան աշխատել գոյատել, այլ իսկապես պայքարել մի բանի համար, որն արժեր։ Եվ Նարեն արժեր յուրաքանչյուր մարդ, որին նա ստիպված էր լինելու դիմակայել։ Հաջորդ օրերը հաստատեցին նրա վախերը։ Նարեն զանգահարեց երեքշաբթի, ձայնը լարված անհանգիստ։ Հայրս իմացել է մեր մասին։ Չգիտեմ ինչպես, բայց նա գիտի։ Ինչ ասաց, Տիգրանը հարցրեց, ստամոքսը սեղմելով։ Սարսափելի բաներ։ Ասաց, որ դուք հետաքրքրված եք միայն ընտանիքի փողերով։ Որ ես միամիտ եմ, որ դուք կօգտագործեք ինձ հետո կլքեք։ Նա արգելեց ինձ նորից տեսնել ձեզ։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ հայրս սխալվում է։ Լիովին սխալվում է։ Նարեն խորը շունչ քաշեց։ Բայց նա սպառնում է կտրել իմ ամսական նպաստը, վերցնել հարմարեցված մեքենան, նույնիսկ արգելել ինձ օգտագործել այն գրասենյակը, որը նա ստեղծել էր ինձ համար։ Նա հստակ գիտի, թե ինչպես վերահսկել ինձ։ Տիգրանը զայրույթ զգաց կրծքավանդակում։ Զայրույթ մի մարդու նկատմամբ, ով ֆինանսական միջոցներն օգտագործում էր որպես զենք, ով մանիպուլացնում էր իր սեփական դստերը վախի կախվածության միջոցով։ Նարե, դուք կարիք չունեք նրա, ձեր կյանքն ապրելու համար։ Մենք միջոց կգտնենք։ Ինչպես, նա հարցրեց, նրա ձայնում հուսահատություն կար։ Ես սեփական փող չունեմ։ Այն ամենը, ինչ ես օգտագործում եմ, այն ամենը, ինչ ես ունեմ, նրանից է։ Առանց նրա աջակցության, ես ոչինչ չունեմ։ Դուք ունեք ինքներդ ձեզ։ Դուք ունեք ձեր տաղանդը, ձեր խելքը, ձեր քաջությունը։ Դա ավելին է արժե, քան ցանկացած գումար։ Բայց Նարեի ձայնում կասկած կար, կասկած, որը տնկվել էր տարիների վերահսկողության մանիպուլյացիայի արդյունքում։ Տիգրանը հասկացավ, որ պայքարն ավելի դժվար կլինի, քան պատկերացնում էր։ Դա ոչ միայն Նարեի հոր դեմ էր, այլ նրա սեփական անվստահությունների դեմ, տարիների ընթացքում խնամքով մշակված վախի դեմ։ Անահիտն էր, ով գաղափար ունեցավ։ Մի կեսօր, երբ նրանք փակում էին արհեստանոցը, նա շրջվեց Տիգրանին, այն վճռական արտահայտությամբ, որը նա այդքան լավ գիտեր։ Ես կխոսեմ նրա հետ, Անահիտը հայտարարեց։ Կինը կնոջ հետ, հավասարը հավասարի հետ։ Ես նրան ցույց կտամ, որ հնարավոր է անկախ լինել, որ հնարավոր է կառուցել սեփական կյանքը, նույնիսկ երբ ամեն ինչ անհնար է թվում։ Դուք դա կանեք, Տիգրանը հարցրեց, հուզված։ Իհարկե, այո։ Դու իմ եղբայրն ես։ Եվ եթե նա քեզ երջանիկ է դարձնում, ապա նա նույնպես կարող է ինձ համար։ Մի քանի օր անց Անահիտը Նարեն հանդիպեցին քաղաքի կենտրոնի համեստ սրճարանում։ Տիգրանը անհանգիստ սպասում էր տանը, անկարող աշխատելու, հեռախոսը ձեռքին, սպասելով նորությունների։ Հանդիպումը դեթ ժամ էր։ Անահիտը Նարեին պատմեց իր սեփական պատմությունը, թե ինչպես էր ստանձնել Տիգրանի պատասխանատվությունը, երբ նա դեռ գրեթե երեխա էր, թե ինչպես էր միաժամանակ աշխատել 3 աշխատանքում նրան սովորելու համար, թե ինչպես էր բացել գեղեցկության սրահը տարիների զոհաբերությունների ընթացքում կուտակված խնայողություններով։ Հեշտ չէր, Անահիտն ասաց, նայելով Նարեի աչքերին։ Օրեր կային, որ մտածում էի հանձնվելու մասին, որ անհնար էր թվում։ Բայց ես մի բան ունեի, որն ինձ ամուր էր պահում։ Ես գիտեի, թե ով եմ, ինչ արժեմ։ Ոչ ոք չէր կարող դա խլել ինձնից։ Նարեն լուռ լսում էր, արցունքները հոսում էին դեմքով։ Ոչ ոք երբեք նրա հետ այդպես չէր խոսել, այդ դաժան, բայց միաժամանակ քնքուշ ազնվությամբ։ Ձեր հայրը սիրում է ձեզ, Անահիտը շարունակեց։ Բայց նրա սերը հիվանդ է, այլասերված վախից մեղքից։ Նա պետք է վերահսկի ձեզ, քանի որ դա միակ ձն է, որ նա գիտի, ինչպես հաղթահարել այն, ինչ տեղի է ունեցել։ Բայց դուք չեք կարող ապրել նրա կյանքը։ Դուք պետք է ապրեք ձեր կյանքը։ Իսկ եթե ես ձախողվեմ, Նարեն հարցրեց, ձայնը կոտրվելով։ Իսկ եթե ես տանից դուրս գամ, չկարողանամ ինքս ինձ պահել, չկարողանամ իմ աշխատանքը հաջող դարձնել։ Ապա դուք վեր կենում եք նորից փորձում, Անահիտը պարզապես պատասխանեց։ Այդպես է կյանքը գործում մեզ համար, ովքեր չեն ծնվել անվտանգության ցանցով։ Մենք ընկնում ենք, վնասվում ենք, բայց վեր կենում ենք։ Միշտ։ Երբ Նարեն դուրս եկավ սրճարանից, ինչ-որ բան փոխվել էր նրա ներսում։ Նրա աչքերում նոր վճռականություն կար, մի ուժ, որը ներսից էր գալիս։ Նա զանգահարեց Տիգրանին նույն գիշեր։ Ես դա կանեմ, նա ասաց։
Ես կհեռանամ հորս տնից։ Ես կբացեմ իմ սեփական գրասենյակը։ Ես կապրեմ իմ սեփական կյանքը։ Եվ եթե դուք դեռ ցանկանում եք լինել ինձ հետ այս ճանապարհորդության մեջ, ես կցանկանայի ձեզ ունենալ իմ կողքին։ Տիգրանը զգաց, որ հույզերը սեղմում են իր կոկորդը։ Միշտ, Նարէ։ Ես միշտ կլինեմ ձեր կողքին։ Որոշումը կայացված էր։ Պայքարը նոր էր սկսվում։ Բայց հիմա նրանք ունեին մի բան, որը ոչ մի խոչընդոտ չէր կարող ոչնչացնել։ Նրանք ունեին միմյանց, ունեին վճռականություն, կառուցելու կյանք, որը հիմնված չէր ժառանգության կամ արտոնությունների վրա, այլ աշխատանքի, արժանապատվության ճշմարիտ սիրո վրա։ Եվ երբ Նարեն այդ գիշեր պառկեց իր անկողնում, նայելով իր շքեղ, բայց դատարկ սենյակի առաստաղին, նա տարիներ հետո առաջին անգամ զգաց մի բան, որը մոռացել էր, որ գոյություն ունի։ Հույս։ Հույս, որ ապագան կարող է այլ լինել, որ նա կարող է այլ լինել, որ սերը կարող է ավելի ուժեղ լինել, քան վախը։ Քաղաքի մյուս կողմում Տիգրանը նույնպես նայում էր իր պարզ սենյակի առաստաղին, մտածելով նույն բանի մասին։ Սիրո մասին, որը աճում էր նրանց միջ, նուրբ, բայց դիմացկուն, ինչպես բույսը, որը պնդում է ծաղկել նույնիսկ ամենադժվար պայմաններում։ Եվ երկուսն էլ գիտեին, այն հաստատությամբ, որը միայն սիրտը կարող է ունենալ, որ անկախ նրանից, թե որքան դժվար կլինի առջում ճանապարհը, նրանք միասին կդիմակայեն դրան։ Որովհետև կյանքում որոշ բաների համար արժե պայքարել, ճշմարիտ սերը միանշանակ դրանցից էր։ Նարեի որոշումը հեռանալ հոր տնից առանց հետանքների չմնաց։ Այն առավոտ, երբ նա հայտարարեց իր մտադրության մասին, Արմեն Մանուկյանի, իր հոր գրասենյակն ավելի շատ պատերազմի թատերաբեմ էր հիշեցնում, քան աշխատանքային տարածք։ Նա նստած էր մահագոնեի հսկայական սեղանի հետում, մատները նյարդայնորեն թմբկահարում էին փայլուն մակերեսին, դեմքը կարմրած էր զսպված զայրույթից։ Դու չես կարող լուրջ լինել, ասաց նա, ձայնը ցածր էր, բայց լարվածությունից լի։ Այն ամենից հետո, ինչ ես արել եմ քեզ համար, այն բոլոր զոհողություններից հետո, դու ինձ կթողնես ինչ-որ մեխանիկի պատճառով։ Նարեն նստած էր սեղանի մյուս կողմում, կեցվածքը ուղիղ, հայացքը հաստատուն։ Դա Տիգրանի պատճառով չէ, հայրիկ։ Դա իմ պատճառով է։ Ես պետք է ապրեմ իմ սեփական կյանքը։ Քո սեփական կյանքը, Արմենը ծիծաղեց, դառը անուրախ ձայնով։ Եվ ինչ գիտես դու մենակ ապրելու մասին։ Դու պատկերացում չունես, թե ինչպես է գործում իրական աշխարհը, Նարէ։ Դու միշտ ամեն ինչ ունեցել ես ձեռքիդ, միշտ պաշտպանված, միշտ խնամված։ Եվ հենց դա էր խնդիրը, նա պատասխանեց, ձայնը դողում էր, բայց չէր կոտրվում։ Դու այնքան շատ ես պաշտպանել ինձ, որ ինձ բանտարկյալի ես վերածել։ Ես այլս չեմ կարող այդպես ապրել։ Արմենը կտրուկ վեր կացավ, քայլեց դեպի պատուհանը, որը նայում էր ներքի բանուկ պողոտային։ Երանը տարածվում էր նրա առջ, մի քաղաք, որը նա բառացիորեն օգնել էր կառուցել։ Նրա շինարարական ընկերությունը պատասխանատու էր տասնյակ շենքերի, կամուրջների, ուղեգծերի համար։ Նա բետոնե կայսրություններ էր կառուցել, բայց չէր կարողանում իր սեփական դստերը մոտ պահել։ Ես կորցրի քո մորը, ասաց նա, նրա ձայնում հում ցավ կար։ Ես կորցրի իմ կյանքի կնոջը այդ դժբախտ պատահարում։ Կարծում ես, որ ես նա քեզ կորցնելու ռիսկի կդիմեմ։ Բայց դու ինձ չես կորցնում, որովհետև ինձ պաշտպանում ես, հայրիկ։ Դու ինձ կորցնում ես, որովհետև ինձ խեղդում ես։ Հետաց լռությունը ծանր էր, լի տարիների չասված բաներով, կուտակված ցավերով, սխալ ձով արտահայտված սիրով։ Արմենը վերջապես շրջվեց դեպի նրան, Նարեն տեսավ մի բան, որը հազվադեպ էր տեսնում հոր դեմքին, վախ։ Այս տղան, այս Տիգրանը, ասաց նա, անունը թքում էր կարծես թույն լիներ։ Դու իսկապես կարծում ես, որ նա քեզ սիրում է։ Թե։ Նա պարզապես հնարավորություն է տեսնում իր կյանքը բարելավելու համար։ Նարեն զգաց, որ զայրույթը այրում է իր կուրծքը։ Ինչպես ես համարձակվում դատել մեկին, ում երբեք իրականում չես ճանաչել։ Տիգրանը ավելի ազնիվ է, ավելի աշխատասեր, ավելի արժանի, քան այն տղամարդկանց կեսը, ում դու հավանություն ես տալիս։ Արմենը մի քայլ արեց դեպի նրան, մարմինը լարված։ Ես կարող եմ շատ հեշտացնել նրա կյանքը։ Ես կարող եմ բավականաչափ գումար առաջարկել, որպեսզի նա այլս երբեք ստիպված չլինի աշխատել։ Տեսնենք, թե արդյոք նրա սերը այդքան ճշմարիտ է, երբ ստիպված կլինի ընտրել քո մի կարողության միջ։ Նարեն սրտխառնոց զգաց։ Եթե դու դա անես, եթե փորձես գնել Տիգրանին, ես երբեք չեմ ների քեզ։ Երբեք։ Բայց Արմեն Մանուկյանը այն մարդը չէր, ով հեշտությամբ հանձնվելով հասել էր իր տեղը։
Նույն կեսօրին նա իր վարորդին ուղարկեց կնքված ծրարը Տիգրանի արհեստանոց։ Ներսում 2 միլիոն դրամի չեկ կար մի պարզ գրություն, որպեսզի դու հեռանաս իմ դստերից այլս երբեք նրա հետ կապ չհաստատես։ Տիգրանը մեքենայի տակ էր, երբ Անահիտը մտավ արհեստանոց ծրարով։ Նա դուրս եկավ, ձեռքերը մաքրելով, երբ տեսավ քրոջ արտահայտությունը, իմացավ, որ ինչ-որ բան այն չէր։ Ինչ է սա։ Կարծում եմ, ավելի լավ է ինքդ տեսնես։ Տիգրանը բացեց ծրարը, երբ տեսավ չեկը, զգաց, կարծես հարվածել էին իր որովայնին։ 2 միլիոն։ Դա ավելի շատ գումար էր, քան նա կտեսներ իր ամբողջ կյանքում։ Նա կարող էր մարել արհեստանոցի պարտքերը, տուն գնել, ապահովել Անահիտի ապագան։ Նա կարող էր այդ ամենը անել, այլս երբեք փողի մասին չանհանգստանալով։ Բայց Նարեին կորցնելու գնով։ Նա դանդաղ, մեթոդաբար պատռեց չեկը, թույլ տալով կտորներին ընկնել արհեստանոցի հատակին, կարծես կոնֆետի լինեին։ Անահիտը նրան դիտում էր, հպարտությունը փայլում էր աչքերում։ Դու նույնիսկ 2 անգամ չմտածեցիր, նա մեղմորեն ասաց։ Պետք չէր մտածել։ Նարեն անգին է։ Տիգրանը վերցրեց հեռախոսը, զանգահարեց Նարեին, պատմելով կաշառքի փորձի մասին։ Նա լուռ լսում էր, երբ նա ավարտեց, նրա ձայնում արցունքներ կային։ Նա իսկապես դա արեց։ Իմ սեփական հայրը փորձեց գնել ձեզ։ Բայց չհաջողվեց, Տիգրանը հաստատուն պատասխանեց։ Եվ չի հաջողվի։ Ոչինչ, ինչ նա կառաջարկի, ավելի արժեքավոր չէ, քան այն, ինչ մենք ունենք։ Հաջորդ օրերը փոփոխությունների մրրիկ էին։ Նարեն սկսեց բնակարաններ փնտրել վարձակալելու համար, մի բան, որը մատչելի կլիներ, բայց նա իր սահմանափակ ֆինանսական հնարավորությունների շրջանակում։ Նա արագ հայտնաբերեց, որ Երանի անշարժ գույքի շուկան նախատեսված չէր հաշմանդամի սայլակով մարդկանց համար։ Բնակարանների մեծ մասը մուտքի մոտ աստիճաններ ուներ, մանրամասն լոգարաններ, նեղ միջանցքներ։ Դա հիասթափեցնող էր միաժամանակ բացահայտող։ Տիգրանն էր, ով առաջարկեց ժամանակավոր լուծում։ Իմ քույրը բնակարան ունի, որը նա վարձով է տալիս։ Վարձակալը հեռացել է անցյալ ամիս։ Դա շքեղ չէ, բայց առաջին հարկում է, հարմարեցված լոգարան ունի մեր արհեստանոցի մոտը։ Դուք կարող եք այնտեղ մնալ, մինչ ավելի լավ բան եք փնտրում։ Նարեն վարանեց։ Ես չեմ ուզում բեռ լինել։ Դուք չէիք լինի։ Իրականում, Անահիտը ուրախ կլիներ իմանալով, որ օգնում է։ Եվ այդպես մենք կարող էինք ավելի շատ տեսնվել, միասին աշխատել մեր նախագծերի վրա։ Գաղափարը գայթակղիչ էր։ Ավելին, այն գործնական էր։ Նարեն համաձայնեց, մեկ շաբաթվա ընթացքում նա տեղափոխվում էր Արելյան թաղամասի փոքրիկ բնակարան։ Դա արմատական փոփոխություն էր, կենտրոնի շքեղությունից մինչ Նորք Մարաշի պարզությունը։ Բայց տարիներ հետո առաջին անգամ Նարեն զգաց, որ ապրում է մի տարածքում, որն իսկապես իրենն էր։ Տիգրանը, Անահիտը օգնեցին նրան տեղափոխության հարցում։ Քանի որ Նարեն չկարողացավ շատ բան տանել հոր տնից, ով հրաժարվեց դրանք տալ, նրանք իմպրովիզացիա արեցին։ Անահիտը նվիրեց կահույք, որը պահել էր, Տիգրանը հարմարեցրեց որոշ կտորներ, հասանելիությունը հեշտացնելու համար, աստիճանաբար բնակարանը տան տեսք ստացավ։ Իր նոր տան առաջին գիշերը Նարեն նստեց փոքրիկ պատշգամբում, նայելով ներքի բանուկ փողոցին։ Դա այնքան տարբեր էր այն տեսարանից, որը նա ուներ կենտրոնի իր սենյակից։ Այնտեղ չկային կատարյալ մշակված ծառեր կամ շքեղ մեքենաներ։ Կար իրական կյանք, իրական մարդիկ, իրական խնդիրներ։ Եվ ինչ-որ կերպ, դա նրան ստիպում էր զգալ ավելի կենդանի, քան երբևէ։ Տիգրանը հայտնվեց պիցցայով 2 գարեջրով։ Կարծում էի, որ կարող եք ընտրել ցանկանալ, նա ասաց, ժպտալով։ Նրանք ճաշեցին պատշգամբում, խոսելով ապագայի պլանների մասին։ Նարեն սկսել էր աշխատել ճարտարապետական գրասենյակի նախագծի վրա, որը կենտրոնացած էր մատչելիության վրա։ Տիգրանը հետազոտում էր տրանսպորտային միջոցների հարմարեցումները, խոսում մատակարարների հետ, գնահատականներ կազմում։ Բայց մինչ նրանք կառուցում էին իրենց երազանքները, խոչընդոտները շարունակում էին ի հայտ գալ։ Նարեի հայրը հեշտությամբ չհանձնվեց։ Նա սկսեց սաբոտաժի լուռ, բայց արդյունավետ արշավ։ Զանգահարեց Նարեի նախկին կապերին ճարտարապետության ոլորտում, կասկածներ սերմանելով նրա կարողությունների վերաբերյալ, ենթադրելով, որ նա անկայուն հուզական վիճակում է։ Նա օգտագործեց իր ազդեցությունը, դժվարացնելու համար, որ նա ստանա գրասենյակը բացելու համար անհրաժեշտ թույլտվությունները։
Նարեն աստիճանաբար հայտնաբերեց այդ մանրները, տհաճ խոսակցությունների միջոցով գործընկերների հետ, ովքեր առանց հստակ բացատրության հեռանում էին նրանից։ Հիասթափությունը հսկայական էր, բայց նա սնուցում էր նրա վճռականությունը։ Նա չէր հանձնվելու։ Ոչ այն բանից հետո, երբ այդքան հեռու էր հասել։ Հենց այդ դժվարին շրջանում Նարեի նախկին երկրպագուներից մեկը, Արտակ Հակոբյանը, նորից հայտնվեց։ Նա նրա հոր գործընկերներից մեկի որդին էր, հաջողակ փաստաբան, ով միշտ հստակ էր արտահայտել Նարեի հետ ամուսնանալու իր մտադրությունը։ Երբ նա իմացավ, որ Նարեն բաժանվել է հորից, դժվարություններ ունի, հնարավորություն տեսավ։ Նա մի կեսօր հայտնվեց նրա բնակարանում, ծաղիկներով կեղծ ժպիտով։ «Նարե, ինչ հաճելի։ Անակնկալ է քեզ հանդիպել», ասաց նա, կարծես ամենաբնական բանն էր հայտնվել առանց նախազգուշացման։ «Արտակ, ինչ ես անում այստեղ։ Իմացա, որ դու հիմա այստեղ ես ապրում»։ Նա նայեց շուրջը, վատ թաքցված արամարանքով։ «Պետք է զգալի փոփոխություն լինի կենտրոնից հետո»։ «Ինչ ես ուզում», Նարեն հարցրեց, առանց համբերության շրջանցումների համար։ «Ուզում եմ օգնել։ Գիտեմ, որ քո հայրը դժվար է, բայց ես կարող եմ միջամտել։ Ես կարող եմ համոզել նրան հետ կանգնել, նորից աջակցել քեզ»։ Նա կանգ առավ, բառերը զգուշորեն ընտրելով։ «Իհարկե, դա ավելի հեշտ կլիներ, եթե դու վերանայեիր քո վերջին որոշումներից մի քանիսը»։ Նարեն անմիջապես հասկացավ։ «Դու ասում ես, որ հայրս քեզ ուղարկել է այստեղ, ինձ համոզելու, որ թողնեմ Տիգրանին»։ Արտակը ուսերը թոթվեց։ «Ոչ, հստակ։ Բայց նա նշեց, որ ավելի պատրաստակամ կլիներ բանակցել, եթե դու լինեիր մեկի հետ, ասենք, ավելի համապատասխան»։ Զայրույթը, որը Նարեն զգաց, տարբեր էր այն ամենից, ինչ նա երբևէ զգացել էր։ Դա սառը, հաշվարկված, հզոր զայրույթ էր։ «Դուրս եկ իմ տնից», նա ասաց, ձայնը ցածր էր, բայց հաստատուն։ «Եվ ասա հորս, որ նա կարող է պահել իր փողերը, իր կապերը, իր մանիպուլյացիաները։ Ինձ դրանցից ոչ մեկը պետք չէ։ Նարե, խելամիտ եղիր»։ «Ես խելամիտ եմ։ Կյանքում առաջին անգամ ես լիովին խելամիտ եմ։ Հիմա դուրս արի»։ Արտակը հեռացավ, բայց միջադեպը ցնցեց Նարեին։ Նա զանգահարեց Տիգրանին, ով թողեց ամեն ինչ գնաց նրա բնակարան։ Նա նրան գտավ պատշգամբում, փորձելով զսպել արցունքները։ «Նա չի դադարի», նա ասաց, երբ Տիգրանը նստեց նրա կողքին։ «Իմ հայրը կշարունակի փորձել մանիպուլացնել ինձ, վերահսկել ինձ, ստիպել ինձ վերադառնալ»։ Տիգրանը բռնեց նրա ձեռքը։ «Ապա մենք պետք է ավելի ուժեղ լինենք, քան նա։ Մենք պետք է կառուցենք մի բան այնքան ամուր, որ ոչինչ, ինչ նա կանի, չկարողանա ոչնչացնել»։ Հենց այդ խոսակցությունն էր, որ նրանց մղեց արագացնել իրենց պլանները։ Նարեն վարձեց փոքր արտրային տարածք Տիգրանի արհեստանոցի մոտ, պաշտոնապես բացեց իր մատչելի ճարտարապետական գրասենյակը։ Այն անվանեց «Ազատ ճանապարհներ ճարտարապետություն»։ Տիգրանն իր հերթին սկսեց առաջարկել տրանսպորտային միջոցների հարմարեցման մասնագիտացված ծառայություններ արհեստանոցում։ Առաջին ամիսները դժվար էին։ Հաճախորդները քիչ էին, գումարը սուղ էր, կասկածի պահեր կային, որոնք հարձակվում էին երկուսի վրա գիշերվա կեսին։ Բայց նրանք ունեին միմյանց, դա ամեն ինչ փոխում էր։ Մի հատուկ իրադարձություն փոխեց նրանց ընթացքը։ Նարեի հոր ընկերությունը պատրաստվում էր խոշոր պայմանագիր կնքել օտարերկրյա ներդրողների հետ, կորպորատիվ շենքերի համալիր կառուցելու համար։ Գործարքի մի մասը ներառում էր ապահովել, որ գործադիր տրանսպորտային միջոցների ամբողջ պարկը հարմարեցվեր մատչելիության համար, համապատասխանելով խիստ միջազգային ստանդարտներին։ Ընկերությունը վարձեց մասնագիտացված ինժեներների թիմ, հարմարեցումներն իրականացնելու համար, բայց ինչ-որ բան սխալ գնաց։ Ֆուրգոնները սկսեցին լուրջ տեխնիկական անսարքություններ ցուցաբերել, վտանգելով ոչ միայն պայմանագիրը, այլ ընկերության հեղինակությունը։ Արմենը հուսահատ էր, ներդրողները սպառնում էին հրաժարվել գործարքից։ Արմենի հավատարիմ աշխատակիցներից մեկն էր, ով առաջարկեց Տիգրանին։ Նա ճանաչում էր մեխանիկին, պատահական խոսակցություններից լսել էր նրա կատարած բացառիկ աշխատանքի մասին։ Արմենն ի սկզբանե կտրականապես մերժեց, բայց երբ պարզ դարձավ, որ ոչ ոք ուրիշ չի կարողանա ժամանակին լուծել խնդիրը, նա այլընտրանք չուներ։ Տիգրանին զանգը լարված էր, արվել էր միջնորդի միջոցով, ով բացատրեց իրավիճակը, առանց բացահայտելու, թե ով էր իրականում վարձում նրա ծառայությունները։ Տիգրանն ընդունեց աշխատանքը, հետաքրքրված տեխնիկական մարտահրավերով։
Երբ նա հասավ ընկերության գրասենյակ, տեսավ Մանուկյան շինարարություն անունը ճակատին գրեթե հանձնվեց։ Բայց Անահիտը համոզեց նրան շարունակել։ Դա հնարավորություն է ցույց տալու, թե ինչի եք ընդունակ, նա ասաց։ Եվ գուցե, պարզապես գուցե, փոխելու համար մարդու կարծիքը ձեր մասին։ Տիգրանը 3 օր անցկացրեց ֆուրգոնների վրա աշխատելով, ընկղմվելով հարմարեցման բարդ համակարգերի մեջ, բացահայտելով այն սխալները, որոնք կատարել էին ինժեներները։ Դրանք տեխնիկական սխալներ էին, բայց նա հայեցակարգային։ Հարմարեցումները նախագծվել էին մարդկանց կողմից, ովքեր երբեք իրականում չէին խոսել հաշմանդամի սայլակ օգտագործողների հետ, ովքեր չէին հասկանում իրական կարիքները։ Նարեն, իմանալով աշխատանքի մասին, գնաց տեղում օգնելու նրան։ Միասին նրանք վերափոխեցին մուտքի ամբողջ համակարգը, դարձնելով այն ոչ միայն ֆունկցիոնալ, այլ իսկապես ներառական։ Դա մեխանիկական փորձաքննության ճարտարապետական զգայունության կատարյալ միություն էր։ Երրորդ օրը, երբ ֆուրգոնները վերջապես փորձարկվեցին, հաստատվեցին, Արմեն Մանուկյանը անձամբ իջավ կայանատեղի աշխատանքը ստուգելու համար։ Հենց այնտեղ, շրջապատված օտարերկրյա ղեկավարներով, ներդրողներով, ովքեր գովաբանում էին լուծումը, նա տեսավ Տիգրանին Նարեին կողք կողքի, աշխատելով կատարյալ համաժամանակության մեջ։ Դուք եք սա լուծել, Արմենը հարցրեց Տիգրանին, նրա ձայնը զգուշորեն չեզոք էր։ Ես Նարեն, Տիգրանը ուղղեց։ Նա վերափոխեց բնութագրերը, ես իրականացրի մեխանիկական լուծումները։ Արմենը նայեց դստերը, ամիսներ հետո առաջին անգամ նրա հայացքում ինչ-որ այլ բան կար։ Դա դեռ ընդունում չէր։ Բայց դա ինչ-որ բանի սկիզբն էր, ճակ հպարտության համառության զրահում, որը նա կառուցել էր իր շուրջը։ Դուք փրկեցիք 50 միլիոն դրամի պայմանագիր, նա վերջապես ասաց։ Ներդրողները տպավորված են ոչ միայն տեխնիկական լուծումով, այլ մոտեցումով։ Նրանք ցանկանում են, որ մեր բոլոր ապագա շինությունները ներառեն ներառական մտածողության այս մակարդակը։ Նարեն հայացքը հառեց հորը։ Դա այն է, ինչ ես միշտ ուզել եմ անել, հայրիկ։ Դրա համար եմ ճարտարապետություն սովորել։ Տարածքներ ստեղծելու համար, որոնք գործում են բոլոր մարդկանց համար, ոչ միայն մի քանիսի։ Արմենը դանդաղ գլխով արեց։ Գուցե, նա ասաց, բառերը նրան շատ թանկ էին նստում, գուցե ես թերագնահատել եմ ձեզ։ Երկուսիդ էլ։ Դա հաշտեցում չէր։ Դա ներում չէր։ Բայց դա սկիզբ էր։ Ճանաչում, որ գուցե, պարզապես գուցե, նա սխալվում էր։ Այդ գիշեր Տիգրանը Նարեն տոնեցին նրա բնակարանում, 1 շիշ էժան գինով, չինական տուփով, սնունդով։ Նրանք կարևոր բան էին ապացուցել, ոչ միայն Արմենին, այլ իրենց սեփական անձերին։ Միասին նրանք ավելի ուժեղ էին։ Միասին նրանք կարող էին դիմակայել ցանկացած մարտահրավերի։ Բայց ճանապարհը դեռ հարթ չէր։ Կային վերքեր, որոնք պետք է բուժվեին, կամուրջներ, որոնք պետք է վերակառուցվեին։ Եվ մինչ Երանը շարունակում էր իր մոլեգին ռիթմը դրսում, այդ փոքրիկ բնակարանում, արևելյան թաղամասում, երկու մարդ կառչած էին միմյանցից, իմանալով, որ ճշմարիտ սերը խոչընդոտների բացակայություն չէր, այլ դրանց միասին դիմակայելու քաջություն։ Տիգրանը նայեց Նարեին, մատները միահյուսված նրա ձեռքերին, խորը երախտագիտություն զգաց սխալ սեղանի համար, սխալի համար, որը պարզվել էր իր կյանքի ամենակարևոր ճիշտ որոշումը։ Նարեն հետ նայեց, տեսնելով ոչ միայն կոշտացած ձեռքերով մեխանիկին, այլ այն մարդուն, ով հավատացել էր նրան, երբ նույնիսկ ինքը չէր հավատում, այն գործընկերոջը, ով ընտրել էր պայքարել իր կողքին։ Եվ երկուսն էլ գիտեին, այն հաստատությամբ, որը գերազանցում է բառերն ու տրամաբանությունը, որ անկախ նրանից, թե ինչ էր դեռ գալու, նրանք միասին կդիմակայեին դրան։ Որովհետև կյանքում որոշ բաներ չեն սկսվում ճիշտ տեղերում, ճիշտ մարդկանց հետ, ճիշտ պահին։ Բայց դրանք ճիշտ են դառնում, քանի որ երկու մարդ որոշում են դա իրականացնել, օրեցօր, ընտրությունից ընտրություն։ Եվ սա, մտածեց Նարեն, երբ գլուխը դրեց Տիգրանի ուսին, սա նրանց պատմությունն էր։ Անկատար, բարդ, մարտահրավերներով լի։ Բայց բացարձակապես իրական։ Եվ ի վերջո, դա ամեն ինչ էր, ինչ կարևոր էր։ Հարմարեցված ֆուրգոնների միջադեպին հաջորդող ամիսները աստիճանական, բայց խորը փոփոխությունների շրջան էին։ Արմեն Մանուկյանը հանկարծակի չդարձավ հասկացող աջակցող հայր, բայց սկսեց փոփոխությունների դանդաղ գործընթաց։ Խրախուսված իր մտերիմ գործընկերոջ կողմից, ով տարիներ առաջ կորցրել էր կնոջը դեպրեսիայից, հասկանում էր սխալ ուղղված մեղքի ծանրությունը, Արմենը սկսեց թերապիա անցնել։ Նիստերը դժվար էին, ցավոտ։
Նա ստիպված էր դիմակայել կնոջ մահվանը այնպես, ինչպես երբեք չէր արել նախկինում, ստիպված էր դեմ առ դեմ նայել այն փաստին, որ դստերը դարձրել էր իր սեփական վախի պատանդը։ Թերապտը օգնեց նրան հասկանալ, որ պաշտպանելն ու բանտարկելը լիովին տարբեր բաներ էին, որ ճշմարիտ սերը նշանակում էր վստահել, ազատ արձակել, թույլ տալ, որ սիրելի մարդը մեծանա, նույնիսկ եթե դա ներառում էր վնասվելու ռիսկը։ Դա դանդաղ գործընթաց էր։ Օրեր կային, երբ Արմենը վերադառնում էր հին սովորույթներին, զանգահարում էր Նարեին պահանջներով, սպառնալիքներով։ Բայց այդ դրվագներն ավելի ու ավելի հազվադեպ էին դառնում, փոխարինվելով ավելի անկեղծ խոսակցություններով, հարցերով, թե ինչպես էր նա իրականում, ոչ թե պարզապես նրա կյանքի որոշումների մասին։ Նարեն իր հերթին նույնպես ապաքինման գործընթացում էր։ Անկախությունը, որը նա ձեռք բերեց, ուղեկցվում էր մարտահրավերներով, որոնք նա երբեք չէր պատկերացրել։ Հաշիվներ վճարել, բյուջե կառավարել, բյուրոկրատիայի հետ գործ ունենալ։ Գիշերներ կային, երբ նա կասկածում էր ինքն իրեն, պահեր, երբ հոր ձայնը արձագանքում էր նրա մտքում, ասելով, որ նա մենակ չի կարողանա։ Բայց նա ուներ Տիգրանին։ Եվ ուներ Անահիտին, ով դարձավ ոչ միայն քույր, այլ մտերիմ ընկերուհի, քույր, ում նա երբեք չուներ։ Երկու կանայք ժամեր էին անցկացնում զրուցելով, Անահիտը կիսվում էր իր կյանքի փորձով, Նարեն սովորում էր նավարկել մի աշխարհում, որի համար երբեք պատրաստ չէր եղել։ Նարեի ճարտարապետական գրասենյակը սկսեց թափ հավաքել։ Առաջին խոշոր նախագիծը եկավ անսպասելի ուղղորդման միջոցով։ Օտարերկրյա ներդրողներից մեկը, ով տպավորված էր ֆուրգոնների վրա կատարված աշխատանքով, անմիջապես դիմեց Նարեին, վարձելով նրան իր ընկերության բրազիլական գրասենյակը նախագծելու համար, լիովին մատչելի դիզայնով։ Դա խոշոր պայմանագիր էր, որը կտա նրա աշխատանքին տեսանելիություն, վստահություն։ Տիգրանը նույնպես տեսնում էր իր արհեստանոցի աճը։ Տրանսպորտային միջոցների հարմարեցման մասնագիտացումը հաճախորդներ էր գրավում ամբողջ քաղաքից, մարդիկ, ովքեր վերջապես գտնում էին մեկին, ով հասկանում էր ոչ միայն մեխանիկայից, այլ տրանսպորտային միջոցներ օգտագործողների իրական կարիքներից։ Նա երկու օգնական վարձեց, շրջանի երիտասարդներին, ում համբերությամբ նվիրումով մարզում էր։ Բայց այն նախագիծը, որն իսկապես միավորեց երկուսին, համայնքային նախաձեռնություն էր։ Ոգեշնչված իրենց սեփական ճանապարհորդությունից, նրանք որոշեցին ստեղծել քաղաքային մատչելիության ծրագիր Նորք Մարաշի թաղամասի համար։ Նարեն նախագծում էր հարմարեցումներ մայթերի, թեքահարթակների, հանրային տարածքների համար։ Տիգրանը նյութերի նվիրատվություններ էր ստանում համակարգում իրականացման աշխատանքները։ Համայնքի կամավորները միացան ջանքերին, աստիճանաբար թաղամասը սկսեց փոխվել։ Հենց այդ շաբաթօրյա աշխատանքներից մեկի ժամանակ անսպասելի բան տեղի ունեցավ։ Տիգրանի նախկին ընկերուհին, Մարինեն, հայտնվեց։ Նա տեղի հիվանդանոցում բուժքույր էր լսել էր նախագծի մասին։ Առաջարկեց օգնել, բերելով գիտելիքներ առողջապահական համատեքստերում մատչելիության կարիքների մասին։ Մարինեի ներկայությունը սկզբնական լարվածություն ստեղծեց։ Նարեն, չնայած իր ամբողջ ուժին անկախությանը, անվստահության մի կայծ զգաց։ Մարինեն գեղեցիկ էր, իրավասու Տիգրանի հետ պատմություն ուներ։ Նրանց միջ մտերմություն կար, ներքին կատակներ, ընդհանուր հիշողություններ։ Տիգրանը նկատեց լարվածությունը մի գիշեր բացահայտ խոսեց Նարեի հետ այդ մասին։ Մարինեն կարող էր ինձ համար իմ կյանքի մի պահին, նա ասաց, բռնելով Նարեի ձեռքերը։ Բայց մենք չաշխատեցինք, որովհետև հիմնարար բան էր պակասում։ Նա ուզում էր, որ ես լինեի մեկը, ով ես չեմ։ Դու ինձ ընդունում ես հենց այնպես, ինչպես ես եմ։ Դա հսկայական տարբերություն է։ Նարեն խորը շունչ քաշեց, դիմակայելով իր սեփական անվստահություններին։ Ես գիտեմ, որ դու ինձ ընտրել ես։ Ես դա գիտեմ։ Բայց երբեմն դժվար է չհամեմատել, չզգալ, որ ես բավարար չեմ։ Դու ավելին ես, քան բավարար, Տիգրանը հաստատուն ասաց։ Դու ամեն ինչ ես։ Իրավիճակը անսպասելիորեն լուծվեց մի քանի շաբաթ անց։ Տիգրանը վթարի ենթարկվեց արհեստանոցում մի անկում, որը հանգեցրեց ձեռքի կոտրվածքի լուրջ կապտուկների։ Հենց Մարինեն էր, ով նրան օգնեց հիվանդանոցում, անթերի պրոֆեսիոնալիզմով։ Բայց հենց Նարեն էր, ով մնաց նրա կողքին ապաքինման ընթացքում, հարմարեցնելով բնակարանը նրա շարժումները հեշտացնելու համար, խնամելով նրան այնպիսի նվիրումով, որը խորապես հուզեց ոչ միայն Տիգրանին, այլ բոլորին, ովքեր ականատես էին եղել։ Մարինեն, տեսնելով դա, մի օր դիմեց Նարեին։ Երկուսը խոսեցին հիվանդանոցի միջանցքում, անկեղծ անհրաժեշտ խոսակցություն։ Ես սիրել եմ Տիգրանին, Մարինեն ասաց։
Եվ իմ մի մասը միշտ քնքշություն կունենա նրա հանդեպ։ Բայց այն սերը, որ դուք ունեք, տարբեր է։ Ավելի խորը, ավելի ճշմարիտ։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա նայում ձեզ, գիտեմ, որ նա երբեք այդպես չի նայել ինձ։ Նարեն արցունքներ զգաց աչքերում։ Շնորհակալություն դա ասելու համար։ Խնամիր նրան, Մարինեն խնդրեց։ Եվ թույլ տուր, որ նա էլ խնամի քեզ։ Դուք արժանի եք այդ երջանկությանը։ Այդ պահից սկսած, անվստահությունը ցրվեց։ Նարեն հասկացավ, որ սերը մրցակցության կամ համեմատության մասին չէր, այլ ամենօրյա ընտրության մասին, ներկայության մասին, միասին ինչ-որ բան կառուցելու մասին։ Ամիսներ անցան, Նարեի ու հոր հարաբերությունները շարունակեցին աստիճանաբար բարելավվել։ Արմենը սկսեց այցելել նրա գրասենյակ, սկզբում պարզապես հետաքրքրությունից, հետո անկեղծ հետաքրքրությամբ։ Նա տեսնում էր նախագծերը, նորարարական գաղափարները, այն իրական ազդեցությունը, որը դստեր աշխատանքը թողնում էր։ Հենց այդ այցելություններից մեկի ժամանակ նա անսպասելի առաջարկ արեց։ Նարե, ես կցանկանայի համագործակցել ձեզ հետ։ Ես ուզում եմ, որ դուք վերափոխեք ընկերության բոլոր նոր շինությունները ունիվերսալ դիզայնով։ Ոչ թե հորից դստերը արվող բարեհաճություն, այլ պրոֆեսիոնալ պայմանագիր մանուկյան։ Շինարարության ազատ ճանապարհներ ճարտարապետության միջ։ Նարեն անխոս մնաց։ Հայրիկ, դուք համոզված եք։ Այո։ Ես շատ բաների մասին սխալվել էի։ Ձեր մասին, Տիգրանի մասին, այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր։ Նա կանգ առավ, հույզերը հստակ էին նրա ձայնում։ Ես գտա ձեր մոր նախագծերը։ Նա միշտ երազել է դրա մասին, գիտեք։ Ավելի արդար քաղաքներ, տարածքներ բոլորի համար։ Ես նրան տեսնում եմ ձեր մեջ, այս աշխատանքում, որը դուք անում եք։ Դա տարիներ հետո առաջին անգամ էր, որ Արմենը խոսում էր կնոջ մասին, առանց ցավի կաթվածահարելու նրան։ Դա բուժման նշան էր, ընդունման նշան, վերջապես պատրաստ լինելու առաջ շարժվելու, հարգելով նրա հիշատակը, ոչ թե բանտարկվելով դրանում։ Հոր ընկերության պայմանագրով Նարեի գրասենյակը ծաղկեց։ Նա վարձեց փոքր, բայց տաղանդավոր թիմ, ներառյալ հաշմանդամի սայլակով երիտասարդ ճարտարապետուհի, ով նոր էր ավարտել համալսարանը, ուներ հիանալի գաղափարներ։ Նրանց աշխատանքը սկսեց ազգային ճանաչում ստանալ, մրցանակներ, հոդվածներ մասնագիտացված ամսագրերում։ Տիգրանը նույնպես ընդլայնեց արհեստանոցը, այն վերածելով տրանսպորտային միջոցների հարմարեցման հղման կենտրոնի։ Ավելին, նա սկսեց անվճար դասընթացներ առաջարկել ծայրամասերի երիտասարդներին, սովորեցնելով մեխանիկա հարմարեցումներ, ստեղծելով արժանապատիվ աշխատանքի հնարավորություններ նրանց համար, ովքեր ամենաշատն ունեին դրա կարիքը։ Հենց Անահիտն էր, ով առաջարկեց նրանց պաշտոնականացնել միությունը։ Դուք արդեն ապրում եք որպես ամուսնացած, նա ասաց մի կեսօր, երբ երեքն էլ սուրճ էին խմում Նարեի բնակարանում։ Ինչու՞ չպաշտոնականացնել դա։ Տիգրանը Նարեն նայեցին միմյանց։ Գաղափարը ամիսներ շարունակ կախված էր օդում, չասված, բայց առկա։ Ամուսնանալը կլիներ ավելին, քան արարողություն, դա կլիներ հանրային պարտավորություն, հայտարարություն, որ նրանք ընտրել էին միասին կյանք կառուցել, չնայած ամեն ինչին։ Կամուսնանաս ինձ հետ, Տիգրանը հարցրեց, առանց շրջանցումների, այն ուղիղ ձով, որը բնորոշ էր նրան։ Նարեն ժպտաց, արցունքները փայլում էին աչքերում։ Այո։ Շատ։ Պաշտոնական առաջարկը եկավ մի քանի շաբաթ անց, Սամբա շրջանակի ժամանակ, Երանի արևելյան թաղամասերից մեկում։ Տիգրանը խնդրեց երաժիշտներին դադար տալ, վերցրեց խոսափողը, բոլոր ընկերների մարդկանց ներկայությամբ, ովքեր դարձել էին ընտանիք, ծնկի եկավ Նարեի առջ։ Նարե Մանուկյան, դու մտար իմ կյանք, որովհետև ես սխալ սեղանին նստեցի։ Կամ գուցե ամենաճիշտ սեղանին, որ երբե եղել է։ Դու ինձ ցույց տվեցիր, որ սերը այն մասին չէ, թե որտեղից ենք մենք գալիս, այլ այն մասին, թե ուր ենք գնում։ Ինձ սովորեցրիր ավելի մեծ երազել, ավելի շատ հավատալ։ Կամուսնանաս ինձ հետ։ Բարը պայթեց ծափահարություններից, քաջալերական բացականչություններից։ Նարեն, միաժամանակ ծիծաղելով լաց լինելով, անվարան ընդունեց։ Հարսանիքը նախատեսված էր 6 ամիս անց, բավականաչափ ժամանակ ամեն ինչ կազմակերպելու համար, բայց հիմնականում Նարեի հոր հարաբերությունների ամրապնդման համար։ Արմենը ցանկություն էր հայտնել ուղեկցել դստերը մինչ զոհասեղան, ընդունման օրհնության խորհրդանշական ժեստ, որը շատ բան էր նշանակում երկուսի համար։ Արարողությունը տեղի ունեցավ Երանի բացօթյա տարածքում, այգում, որը լիովին հարմարեցվել էր Նարեի կողմից, ապահովելու լիակատար մատչելիություն։
Դա մեղմ արոտ օր էր, կապույտ երկինքը սպիտակ ամպերով ցրված, կարծես նույնիսկ եղանակն էր դավադրություն կազմակերպում զույգի երջանկության համար։ Հյուրերը անհավանական, բայց ներդաշնակ խառնուրդ էին։ Կոստյումներով ղեկավարները տեղ էին կիսում մաքուր կոմբինեզոններով մեխանիկների հետ, կենտրոնի ընկերները զրուցում էին Նորք Մարաշի հարանների հետ, սամբա երաժիշտները նվագում էին դասական Լարային քառյակի կողքին։ Դա ոչ միայն երկու մարդու միության տոն էր, այլ երկու աշխարհների, որոնք սովորել էին գոյակցել, հարգել միմյանց, փոխադարձաբար հարստացնել միմյանց։ Նարեն շողշողուն էր սպիտակ զգեստով, որը հատուկ նախագծվել էր գեղեցիկ ֆունկցիոնալ լինելու համար, գործվածքներով, որոնք կատարյալ կերպով հարմարվում էին հաշմանդամի սայլակին, առանց էլեգանտությունը խախտելու։ Անահիտը ընկերուհին էր, կապույտ զգեստով, որը համապատասխանում էր Տիգրանի փողկապին։ Երբ ժամանակը եկավ, Արմենը Նարեի աթոռը հրեց աթոռների միջ իմպրովիզացված միջանցքով։ Նա անթերի կոստյում էր հագել, բայց նրա աչքերը կարմրած էին զսպված հույզերից։ Հասնելով զոհասեղանին, նա թեքվեց համբուրեց դստեր ճակատը։ Քո մայրը այնքան հպարտ կլիներ քեզնով, նա շշնջաց։ Ես հպարտ եմ քեզնով։ Շնորհակալություն, հայրիկ։ Ամեն ինչի համար։ Ինձ թույլ տալու համար։ Ինձ ապրել թույլ տալու համար։ Արմենը սեղմեց Տիգրանի ձեռքը, մի ժեստ, որը կրում էր տարիների դիմադրություն, որը վերջապես թողնվում էր հետում։ Լավ խնամիր նրան։ Նա արժանի է աշխարհի ողջ երջանկությանը։ Ես գիտեմ, Տիգրանը պարզապես պատասխանեց։ Եվ ես իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ, փորձելով նրան երջանիկ դարձնել։ Արարողությունը պարզ էր, բայց հուզիչ։ Քահանան խոսեց սիրո մասին, որը հաղթահարում է արգելքները, ընտրությունների մասին, որոնք սահմանում են ճակատագրերը, անհավանականից նոր բան կառուցելու քաջության մասին։ Երբ խոստումների ժամանակը եկավ, Տիգրանն ու Նարեն երկուսն էլ ունեին իրենց սեփականները։ Առաջինը Տիգրանն էր, նրա ձայնը հաստատուն էր, բայց լի հույզերով։ Նարե, երբ ես մտա այդ ռեստորան, ես վախենում էի։ Վախենում էի չտեղավորվելուց, բավարար չլինելուց։ Եվ հետո ես տեսա քեզ, ամեն ինչ փոխվեց։ Դու ինձ ցույց տվեցիր, որ ուժը երբեք չընկնելու մասին չէ, այլ միշտ վեր կենալու մասին։ Դու ինձ սովորեցրիր, որ արժանապատվությունը ոչ թե այն է, թե որքան գումար ունենք բանկում, այլ այն, թե ինչպես ենք վերաբերվում մարդկանց։ Խոստանում եմ սիրել քեզ ամեն օր, աջակցել քեզ յուրաքանչյուր երազանքում, պահել քեզ յուրաքանչյուր կասկածում։ Խոստանում եմ լինել քո գործընկերը, քո ընկերը, քո սերը։ Այսօր միշտ։ Նարեն խորը շունչ քաշեց, փորձելով զսպել արցունքները։ Տիգրան, դու հայտնվեցիր իմ կյանքում, երբ ես ամենաշատն ունեի քո կարիքը։ Ոչ թե այն պատճառով, որ ես կոտրված էի պետք է վերանորոգվեի, այլ այն պատճառով, որ ես բանտարկված էի պետք է ազատվեի։ Դու ինձ տեսար ոչ թե որպես գործարարի դուստր, ոչ թե որպես հաշմանդամի սայլակով կին, այլ որպես Նարե։ Պարզապես Նարե։ Եվ առաջին անգամ ես ինձ թույլ տվեցի լինել պարզապես դա։ Խոստանում եմ սիրել քեզ իմ ունեցած ամբողջ ուժով, հարգել քեզ յուրաքանչյուր որոշման մեջ, կառուցել քեզ հետ մի կյանք, որն արժե ապրել։ Խոստանում եմ լինել քո գործընկերը յուրաքանչյուր մարտահրավերում, քո ուրախությունը յուրաքանչյուր հաղթանակում։ Այսօր միշտ։ Երբ նրանք փոխանակեցին մատանիները, հանդիսատեսի մեջ չկար չոր աչք։ Անահիտը բացահայտ լաց էր լինում, ինչպես Մարինեն, ով հրավիրվել էր եկել էր իր նոր ընկերոջ հետ։ Արմենը զգուշորեն սրբում էր արցունքները, տարիների հուզական կոշտությունը վերջապես տեղ էր տալիս առողջ խոցելիությանը։ Համբույրը, որը կնքեց ամուսնությունը, ծափահարվեց նշվեց ուրախ բացականչություններով։ Հաջորդած խնջույքը ամենահիշարժաններից մեկն էր, որ երբե տեսել էր Երանը։ Սամբան դասական երաժշտությունը։ Հերթագայում էին ֆեյժուադան մատուցվում էր նրբաճաշակ կանապեների կողքին, սառը գարեջուրը հոսում էր այնքան, որքան ֆրանսիական շամպայնը։ Խնջույքի ժամանակ տեղի ունեցավ հատկապես հուզիչ մի պահ։ Արմենը խոսք խնդրեց, դողդոջուն ձեռքերով վերցնելով խոսափողը։ Ես լավ չեմ զգացմունքային բառերով, նա սկսեց։ Ես իմ կյանքն անցկացրել եմ շենքեր կառուցելով, հաջողություններ կուտակելով, մտածելով, որ դա է կարորը։ Ես կորցրի իմ կնոջը տարիներ շարունակ գրեթե կորցրի իմ դստերը։ Ոչ թե նրա մեղքով, այլ իմ մեղքով։ Տիգրան, նա շրջվեց դեպի Փեսային, ես քեզ դատեցի, առանց քեզ ճանաչելու։ Ես տեսա միայն, թե որտեղից ես գալիս, ոչ թե ով ես դու։ Այսօր ես գիտեմ, որ իմ դուստրը չէր կարող ավելի լավ տղամարդ ընտրել։
Դու նրան երջանիկ ես դարձնում այնպես, որ ոչ մի գումար չէր կարող գնել։ Ներեք մի ծեր հիմարին, որ այդքան ուշ հասկացա դա։ Տիգրանը գլխով արեց, չափազանց հուզված խոսելու համար։ Արմենը շարունակեց, հիմա նայելով Նարեին. Աղջիկս, դու ավելի ուժեղ ես, քան ես երբե եղել եմ։ Ավելի քաջ, ավելի իմաստուն, ավելի առատաձեռն։ Քո մայրը միշտ ասում էր, որ դու կփոխես աշխարհը, նա ճիշտ էր։ Դու փոխում ես երանը մեկ թեքահարթակով, մեկ նախագծով։ Ես հպարտ եմ, որ քո հայրն եմ։ Ելույթն ավարտվեց հոր դստեր միջ երկար գրկախառնությամբ, մի գրկախառնություն, որը բուժում էր տարիների ցավերն ու թյուրիմացությունները։ Դա նոր սկիզբ էր, ոչ կատարյալ, բայց իրական հնարավորություններով լի։ Մեղրամիսը Դիլիջանում էր մի քաղաք, որը նրանք ընտրել էին բնական գեղեցկության մատչելի ենթակառուցվածքների համադրության համար։ Նրանք 2 շաբաթ անցկացրին լողափերը ուսումնասիրելով, տեղական ուտեստներ փորձելով, պարզապես միասին լինելով առանց առօրյա ճնշումների պարտականությունների։ Դա ժամանակ էր, էլ ավելի խորը ճանաչելու միմյանց, ապագայի մասին միասին երազելու համար։ Երբ նրանք վերադարձան Երան, անակնկալի հանդիպեցին։ Արմենը դրական կերպով օգտագործել էր իր ազդեցությունը առաջին անգամ։ Նա արագ հաստատումներ էր ստացել Նարեի Տիգրանի կողմից նշված հավակնոտ նախագծի համար։ Ներառման քաղաքացիության ինստիտուտ, որը կառաջարկեր տեխնիկական կրթություն ծայրամասերի երիտասարդներին, տրանսպորտային միջոցների հարմարեցման շարժական արհեստանոցներ անվճար մատչելի ճարտարապետական խորհրդատվություն ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։ Ինստիտուտը տեղավորելու համար նախատեսված շենքը վարձակալված էր 5 տարով, ամբողջությամբ վճարված։ Սարքավորումները նվիրաբերվել էին տարբեր ընկերությունների կողմից, որոնց Արմենը համոզել էր մասնակցել։ Դա աջակցության ժեստ էր, բայց նա քավություն։ Միծ, որով Արմենը օգտագործում էր իր ռեսուրսները մի բանի համար, որն իսկապես կարևոր էր։ Ազատ ճանապարհներ ինստիտուտը բացվեց 6 ամիս անց, արարողությամբ, որը գրավեց լրատվամիջոցների հանրության ուշադրությունը։ Քաղաքապետը ներկա էր, գովաբանելով նախաձեռնությունը որպես սոցիալական ներառման մոդել։ Բայց Տիգրանի Նարեի համար այն, ինչ իսկապես կարևոր էր, դասընթացներին մասնակցող երիտասարդների դեմքերն էին, այն ընտանիքները, ովքեր լուծումներ էին գտել մատչելիության խնդիրների համար, որոնք անհաղթահարելի էին թվում, այն կյանքերը, որոնք փոխվում էին։ Մարինեն միացավ նախագծին որպես առողջապահության ոլորտի համակարգող, օգնելով զարգացնել վերականգնողական հարմարեցման ծրագրեր։ Անահիտը իր գեղեցկության սրահի մասնաճյուղ բացեց ինստիտուտում, անվճար վարսահարդարման դասընթացներ առաջարկելով ձեռներեցությամբ հետաքրքրված երիտասարդներին։ Ամիսները վերածվեցին տարիների, Տիգրանի Նարեի աշխատանքը ավելի ու ավելի մեծ ճանաչում ստացավ։ Նրանց հրավիրում էին դասախոսությունների համալսարաններում, նրանց պատմությունները պատմվում էին վավերագրական ֆիլմերում, նրանց մեթոդները սկսեցին կիրառվել այլ քաղաքներում։ Բայց չնայած ամբողջ հաջողությանը, նրանք երբեք չկորցրին այն, ինչ իսկապես կարևոր էր։ Ամեն ուրբաթ երեկոյան, անխտիր, նրանք վերադառնում էին Երանի արևելյան թաղամաս, նույն Սամբա շրջանակ, որտեղ ամեն ինչ իսկապես սկսվել էր։ Այնտեղ, շրջապատված ընկերներով, երաժշտությամբ, ուրախությամբ, նրանք հիշում էին, թե որտեղից էին եկել, տոնում էին, թե ուր էին գնում։ Մի այդպիսի գիշեր, արդեն 3 տարի ամուսնացած լինելով, Նարեն մի հայտարարություն արեց, որը բոլորին զարմացրեց։ Նա հղի էր։ Բժիշկներն ասել էին, որ դա դժվար կլինի, որ նրա ֆիզիկական վիճակը հղիությունը բարձր ռիսկային կդարձնի, բայց ոչ անհնարին։ Եվ բոլոր հավանականությունների դեմ, դա տեղի էր ունենում։ Տիգրանը անխոս մնաց, մաքուր հույզերը դրոշմված էին նրա դեմքին։ Մի երեխա։ Նրանք երեխա էին ունենալու։ Հղիությունը մանրակրկիտ վերահսկվում էր, ուշադիր բժշկական թիմի խիստ անվտանգության արձանագրությունների միջոցով։ Մարինեն միշտ հասանելի էր, առաջարկելով մասնագիտական հուզական աջակցություն։ Անահիտը պատրաստեց բնակարանը, որտեղ նրանք հիմա ապրում էին, ավելի մեծ լիովին հարմարեցված տարածք, երեխային ընդունելու համար։ Արմենը, իմանալով, որ պապիկ է դառնալու, լիովին կոտրվեց։ Առաջին անգամ կնոջ մահից հետո նա բացահայտ լաց եղավ, ուրախության արցունքները խառնված զղջման հետ, կորցրած տարիների համար։ Նա ինքն իրեն երդվեց, որ ներկա, սիրող պապիկ կլինի, ով չի կրկնի այն սխալները, որոնք կատարել էր որպես հայր։ Երեխան ծնվեց գարնանային մի առավոտ, առողջ բարձր լաց լինելով։ Դա աղջիկ էր, ում անվանեցին Ելենա, Նարեի մահացած մոր անունով։ Երբ Արմենը առաջին անգամ գրկեց թոռնուհուն, նրա ներսում ինչ-որ բան վերջապես լիովին բուժվեց։
Դա նոր սկիզբ էր, սիրելու հնարավորություն, առանց վախի, պաշտպանելու, առանց բանտարկելու։ Երանը շարունակեց իր մոլեգին ռիթմը, անտարբեր այն անհատական պատմություններին, որոնք բացվում էին նրա փողոցներում։ Բայց Տիգրանի Նարեի համար քաղաքը դարձել էր իսկական տուն։ Այլս բաժանված չէր արևելյան թաղամասերի կենտրոնի մեջ, այլս չէր տարանջատվում խիստ սոցիալական դասերով, այլ մի քաղաք, որը նրանք ակտիվորեն օգնում էին վերածել ավելի արդար, ավելի մատչելի, ավելի մարդկային վայրի։ Նրանք երբեք չմոռացան այն գիշերը, երբ ամեն ինչ սկսվեց, երբ նյարդային մեխանիկը սխալ սեղանին նստեց հանդիպեց մի կնոջ, ով հավերժ կփոխեր իր կյանքը։ Այդ սխալը պարզվեց ամենամեծ ճիշտ որոշումը, այդ անհավանական հանդիպումը դարձավ արտասովոր բանի հիմքը։ Տարիներ անց, երբ նրանք պատմում էին պատմությունը Ելենային, ով հիմա հետաքրքրասեր էներգիայով լի երեխա էր, նա միշտ նույն հարցն էր տալիս. «Ուրեմն դուք պատահաբար եք հանդիպել»։ Եվ նրանք միշտ նույն կերպ էին պատասխանում. «Ոչ, աղջիկս։ Մենք հանդիպեցինք, որովհետև դա ճակատագրված էր»։ Երբեմն ճակատագիրը պահանջում է, որ մենք սխալվենք ճանապարհից, որպեսզի գտնենք ճիշտ տեղը։ Եվ ճիշտ տեղը, նրանք գիտեին, ռեստորանի սեղան չէր, թաղամաս կամ մեկ այլ վայր չէր։ Ճիշտ տեղը միմյանց կողքին էր, միասին կառուցելով մի կյանք, որն արժեր ապրել, մի սեր, որն արժեր տոնել, մի ժառանգություն, որն արժեր թողնել։ Երանը իր բոլոր հակասություններով, բարդություններով, ականատես էր եղել մի անհավանական սիրո պատմության։ Հաղթահարման, ընդունման, փոխակերպման պատմություն։ Մի պատմություն, որն ապացուցում էր, որ դասերի, ակնկալիքների, տարբեր աշխարհների միջ արգելքները կարող են կոտրվել, երբ երկու մարդ որոշում են, որ սերը ավելի կարևոր է, քան այդ բաներից որևէ մեկը։ Եվ մինչ քաղաքը շարունակում էր իր քաոսային պարը, մինչ երթևեկությունը խցանվում էր, մինչ շենքերը բարձրանում էին, բիզնեսները ծաղկում կամ ձախողվում էին, Տիգրանն ու Նարեն պարզապես ապրում էին։ Սիրում էին։ Կառուցում էին։ Երազում էին։ Միասին։ Որովհետև ի վերջո մտածեց Տիգրանը, երբ դիտում էր Նարեին, ով Ելենային քնեցնում էր, կարևոր չէր, թե որտեղ էր սկսվում պատմությունը։ Կարևոր էր, թե ինչպես էր այն շարունակվում, օրեցօր, ընտրությունից ընտրություն, պահից պահ։ Եվ նրանց պատմությունը դեռ հեռու էր ավարտից։ Իրականում, այն նոր էր սկսվում։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Տիգրանի Նարեի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվել եք սիրո հաղթահարման փոխակերպման այս ճանապարհորդությունից, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, պատմություններ, որոնք խոսում են ճշմարիտ սիրո, քաջության նպատակային կյանք կառուցելու գեղեցկության մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում մեկ այլ պատմությամբ, որը կշարժի ձեր հույզերը, կստիպի ձեզ հավատալ սիրո վերափոխող ուժին։